Վաու, ախպոր պես, դուք մեզ կարոտել եք, որտեվ մենք վաղուց չենք դուրս եկել, որտեվ լայվից հետո մենք միշտ մի շաբաթ բաց ենք թողում։ Որն էր մեր մոտ նախորդը, Սուսաննայինն է, չէ՞։ Նախորդը Սուսաննայինն էր, իսկ նախորդ լայվը ում հետ էր, շատ վաղուց էր, չեմ հիշում, երեք էր, էլի դրա կայֆավատ եմ։ Էրջան լավ անցավ երեկվա լայվը։ Դու էլի մի հատ նայեմ, Ապա խոսա երոնա։ Սպասի ստել գովազանեմ, ticket system կետեմ, ticket system կետեմ։ Լսի, լավ բանա, այսօր մոտ Արմենն էր, Ծիրատուրյան, որը ինձ հայտնի էր ի սկզբանե որպես Վան Գոգի տեր, որտեղ է սա ազգանունը։ Ծիրատուրյան, հա։ Так, մի հատ։ Հա, չէ, Ծատուրյան չի, ես իմացա ասացիր Ծատուրյան դրա համար։ Մեր մոտ այսօր Արմենն էր, առաջվա Վան Գոգի տեր ու տիրականներից կտրելու ենք, ես պետք է մի հատ նավսեք։ Չէ, հաստատ Ծիրատուրյանն է, չենք կտրի, օքեյ։ Հիմա թոն լաբում է ինքը տենց գործունեություն ծավալում։ Բայց նվերը նենց կասկածները մեջից մտնում վատանա, մենք գերից ազգանուններ ենք։ Ծիրատուրյանը։ Կարաչի բանը։ Աշոտի ինգերնա։ Ես իրան գիտեմ իսկ բանը որպես Վան Գոգի տեր, հետո իրանք բան այդ թոն լաբը բացին Ռոզենտալի հետ, ինքը նկարիչ է, ոչ մի հազար մի հետաքրքիր բանով զբաղվում ու в общем շատ կայֆ process-ների մեջ ա եղել ու շատ տենց արվեստից ամեն ինչից ոչ շատ հետաքրքիր մարդա ու մեծ դրամերով լնումա խոսալ ու բանա նենց հետաքրքիր ես իրան գրում եմ ասում եմ արմ ոչ մի բան էր կգաս մեր մոտ դա վաղուց ասել էի որ մի օր կանչեմ տենց գրում եմ ասում եմ ոչ մի բան սլոտա բացվեք ելարի ասում եմ դե ես չգիտեմ ինչքան ով ես հետաքրքիր ասում գիժս ասի դու հետաքրքիր ես ով հետաքրքիր միշտ տենց հետաքրքիր մարդիկ չեն ջոգում դա որտեվ իրանց խոսքի միքել տենց նե չէ էլի որ ինքը ցաղոր ինտերվյուներով ֆորմա որ ինքը գիտի որ կարող այդքան խոսա բայց իտոգում ոնց էր մենք տենց հələ անց 25 եկել էր մենք սկսեցինք խոսալ ու սենց խոսալով հեսա այս փագելոին գնանք էլի դալշ խոսանք բայց մի հատ հարց էլի ոնց որոշվեց որ հենց ինքը պետքա լինի ոդկասթի հյուր պրոյես վաղուց էի ուզում տենց մի անգամ թոնլաբում տեսա Ֆերվենդի համերգին ինքը եկավ բան սաղ նայում եմ ախպոր պեսը ես ոչ դրա մասին չգիտեի էլի տիպը բան տես լիք խոսացինք ախպոր պեսից ու սկսեցինք շուտ տարբեր բանից պոդքասթում ինչ որ բաների մասին որ մենք խոսացել ենք սկսեցինք այդ սաղ թեմաները քննարկել ու սոաներ ընդ իրակինը ասում բա երբ եք Արմենին կանչում ասում կատակ ես անում բայց ես ուզում եմ կանչեմ մի օր ու եթե դու նայես մեր ֆայլում հյուրերի ինքը վաղուց գրված է ես շատ վաղուց արդեն որոշել եմ որ մի օր պետքա կանչենք պրոստը բայ մանգարի որ տիպը տենց հարմար լինի կանչել որովհետև շատ անգամ նման են հյուր որ հիմա իրան չկանչես կարող էլ մի ամսից չկանչես ասած զբաղված են Всё, հաստատ հիշեցի, տեսել եմ։ Հա, դու ես ծանոթացրել եմ քեզ։ Հա, ծանոթացրել ես։ В общем, հա, ու տենց այդ վաղտից սպասում էին, մի հատ լավ ժամանակ գա, ու ստե շատ հարմար պայ էր իրան կանչելը, դրա համար տենց կայֆ ստացվեց։ Ու вообще նենց էր, ոնց ես պլանավորում էլի, լի հերթական անգամ իմ համար այդ բանն է, որ մենք կանչում ենք մեր ընկերներին, ում հետ տենց կարելի է անverջ խոսալ, ու դա ամենահետաքրքիր վիպուսներից է, որտեղ մենք իսկականից հետաքրքիր կոնցեպտներ ենք քննարկում, ինչ որ խորանում ենք շահացերից։ Հա, ու էլի ես դες նորից հորդորում եմ։ Ես գիտեմ, ես արդեն անբանական սաղիդ գիտեմ ով այս վիպուսը նայելու։ Տիպը Ջնույն մարտիկ են, ես սաղիդ հետ ծանոթ եմ ովորեսի նայելա։ Ես ուղղակի խնդրում եմ, բան արեք, այս լայքեք, բան արեք, բայց նաև բան արեք, շեյր կնոպկեն սխմեք ու ինչ որ մեսենջերով ինչ որ մեկին ուղարկեք։ Հա, կարեք չուղարկեք դաժե, լավ ուղարկեք։ Չէ, հենց այդ ուղարկելը ինքը տենց լավ որպես հետաքրքրություն է աշխատում, էլի։ Գիտես, չէ, պրոստը այդ կնոպկեն սխմելը արդեն հերիք է, բայց ուղարկեք, խնդրում եմ։ Չէ, տենց չի։ Լավ։ Դες չի աշխատում։ Բանա, ինքը մեր մոտ հետո մենք նայում ենք որտեղից են եկել, եթե Facebook-ի Messenger-ից են եկել, մեր մոտ Ամերիկայի բարեկամներին ուղարկեք, էլի։ В общем, արի, բան արեք, ուղարկեք ձեր ընկերներին, որոնք ինչ որ հետաքրքրված են դիզայնով, մեծամասնությամբ դրա մասին ենք խոսացել, AI-ի օգտագործումը, կերպարվեստի մեջ, դիզայնի մեջ։ Ուղարկեք հարուստ ընկերներին, ովքեր մեզ դոնատ կարան։ Երաշտական բնակավարի ծրագին խոսացինք համերգներից, խոսացինք Թոնլաբի մասին, խոսացինք ոչ շատ դակի վիպուսկեր, ուղարկեք ձեր ընկերներին, թող մի քիչ էս շատ մարդ նայ, էլի, թող տենց 1500 հոգի նայի, գոնե ես գոհ կլինեմ, էլի, չեմ ասում տենց 10000 նայի, բայց գոնե իմանամ, որ մենք կարանք մարդ կանչենք, ձեզ ներկայացնենք այդ մարդուն, դուք իրան բացահայտեք, ու այդ գոնե 1500 հոգի կնայի, սիրտս լիք կողանա։ В общем, շատ մերսի ձեզ։ Իրոպը, բանը, ու ապշեցուցիչ նորություն, բայց չիմացաք, ախպորպես նվեր Telegram-յան ալիքում, հեսա ինչ որ բան կգցեմ երևի մերսի որ նայեցիք աշ վերջի խոսքը ասա բրծնի էլի վերջի խոսք բրծ Բարևձեզ մի սկսի ոդքասթը թողես անգամ ես սկսեմ Չէ ինչ սկսել լավ երբ ենք մենք սկսում երբեք բաներ այդ AI slop-ի վրով տեսել ես բաներ նոր աչքով սնկավ բան Նոլանի կոմենտարեն դրա վրով Չէ Ոնց էր բաներ, դες Նոլանի ֆանատ չեմ ես вообще, բայց ճիշտ բաներ նկատել, ասում ես կյանքում չեմ տեսել, որ ինչ որ տեխնոլոգիա բան մերժվի ջահելության կողմից,
որովհետև ջահելությունն է մտածել AI slope արտահայտությունը ու իրանք են առաջինը ոնց որ ընդդիմանում դրան, նենց չի որ համատարած, բայց ոնց որ սովորաբար դու ունես այն վիճակը, որ ջահելությունն վերցնում է տեխնոլոգիան, մեծերը իրան բան են անում, քլնգում են, իսկ դե կակրաստակի խոսքի մենք տենում ենք, նույն Վարամ Սահակյանը AI ֆանատ է, խոսքի չէ՞ տարօրինակ բաներ եք տենում, բայց դու լիքը ջահելություն ահավոր դժգոհ է։ Որպես լայվն էլ է, ոնց հասկացանք։ Բայց այդ դժգոհությունը որպես պատրիբիցել, թե որպես մարդ, որ այդ օգտագործում է որպես գործիք։ Ինձ թվում է որպես պատրիբիցել։ Հա, որպես պատրիբիցել։ Որտեվ գործիք սաղել օգտագործում, դու չես կարող հիմա չօգտագործես իրեն։ Ակամայից ես օգտագործում, դաժե YouTube մտնելուց արդեն ալգորիթմները շատ ժամանակ հենց AI-ն է ես շատ մեծ hater եմ, տիպը իրան ինչ որ ստեղծագործական ոլորտում օգտագործելու մեջ, բայց որպես գործիք քո առօրյան լավացնելու, քո process-ները արագացնելու ինքը շատ հարմար է, ես չեմ կարող առանց իրան, պրինցիպալ չեմ։ Իմ մոտ sense մեծ տպավորություն ձևավորեց վերջ 3-4 տարվա մեջ, ինչ չեմ դիզայնի մեջ, վիդեոյի մեջ, անիմացիայի օգտագործումը, իրականում ոնց որ լյուբոյ ռեդակտոր կամ լյուբոյ գործիք, որ քեզ օգնել է ժամանակի ընթացքում քո գործը ավելի որակով անել, ավելի կազմակերպված եւ այլն, նեյրոնկերն իր հերթին տենց գործիք է, բայց իրան չգիտես խի ընդունեցին որպես absolute։ То есть սախ քու եղած չեղած է, կրեատիվը եւ այլն, դու դիլեգերվից կենես նեյրոնկի վրա։ Այդտենց ինքը չի աշխատում։ Ու այդ ամենամեծ պրոբլեմն է, որտեվ չեմ շատ մարդկանց մոտ այդ տպավորություն կան, в том числе заказчикների մոտ։ Որ գործի դեղած ինչ է, մի նախադասություն ես գրում, ընդ քեզ տալիս է ոնց որ պետք է։ Այդ փորձը ստիպում է, որ ես անընդհատ, չեմ գործի տեղին ոլորտում անընդհատ բացատրեմ մարդկանց, որ նայեք, այդտենց չի աշխատում։ Ես պետք է ստեղից վերցնեմ, ստեղից բանանեմ, ես բացատրեմ, ստեղ ծերով մի քիչ բանանեմ, որ ստանաք վերջնական որակյալ ինչ-որ product։ Պատասխան կոմենտարյանն է, որ ամենապոպուլյարն վիդեոները, ռեկնգնող վիդեոները եւ այլն, ներասլոպն է, կոբիսը всехавոյ, зачем трудиться больше, էլի։ Ու ես մի հատ բան սիտուացիա է բերում, որ ինձ թվում է ինչ որ մի բայ պրոստը մարդկանց ստերն է հասնելու, այդ непонятный սյուրռեալիզմ է, ինչ որ AI-ները բանեն անելու, էլի վերադառնալու են ինչ որ մի հատ կետեր։ Հիմա պրոստը այդ խաղարկությունը կա, իսկ ինչ որ մեգանում լրիվ ծերով նկարած անիմացիայի մար, այդ արդեն առավելությունն է, դե լրիվ նեյրոնկերով շատ լավ բան է։ Առավելությունն է դիտարկվում, հա, տենց։ Հիմա պրոստը ինձ թվում է խաղում են այդ դրա շուրջ, որովհետեւ չի նստել տեխնոլոգիան։ Մի հատ օրինակը որ արդեն կա, որը ինչ որ բան ավելի տարածված դառնալու։ Այդ բանի ոնց էր Breaking Bad-ի ստեղծողի անունը, ոչ մի նոր սերիալ է այդ Pluribus-ը։ Մինս Գիլիգանի Pluribus-ը։ Իրա վերջում գրվում է սերիալը ստեղծված է մարդկանց կողմից, մարդկանց համար։ Ու իր թեման քան որ շատ այդ կոլեկտիվ բանն է, որ բոլորը մի վալնայորան ինքը այդ AI feel ունի, էլի այդ զգացմունն է։ Դրա համար ինքը շատ էս տեղին ու այդ ամեն ինչը շատ տեղին է գրած, որտեղ այդ կինոն դրա մասին է։ Հա, հենց էտա։ Ու ոնց որ ինձ հələ ես հիշում եմ տես 12-13 թվին մի հատ ընկեր ունեի, որ IT ստարտափում էր աշխատում, շատ խելացի տղա էր, ինքը տես բաներով էլ հետաքրքիր զբաղվում, usability-ով էր զբաղվում, տես շատ առաջադեմ տեխնոլոգիաներով էր զբաղվում ու big data-ի մասին են այն ժամանակ շատ խոսում, որը AI-ի ոնց որ նախաշեմն էր ինֆորմացիա հավաքելու, անալիզ անելու թուլեր են մեծ քանակության ու այն ժամանակ հետաքրքիր է որ ինչ-որ տենց դաժե անեկդոտներ կան ինչ-որ խոսքի, որ մի հատ աղջիկ մտել է խանութ ինչ-որ բաներ է վերցրել ու դրանից AI ջոգել է, որ ինքը հղի է, նույն անեկդոտը պատմում են big data-ի մասին, որ ինչ-որ խանութ է իմպլեմենտ արել։ Այդ կստացի ոնց որ Amazon-ի մասին է բան նայում, առաջ ալգորիթմերը հենց բանից էր հələ ցիֆրավոյ չկար, հələ ժուրնալները կար, կատալոգները, որ ճոգում են տվյալ անձը ինչա պատվիրում ու իրան առաջարկում զանգում են հին սերվերով, որ կարող է դեսկի կրավատկա ուզենակ։ Հենց այդ սկիզբն է, էլի եղել ոնց որ։ Հա, էլի ուզում ասեմ այդ առումով այդ վաղուց խոսակցությունը կար ու այդ ժամանակ 12-13 թվին ինքը Facebook-ում post էր գրել, հիշում եմ, որ ես պրամ ամեն տարի հիշում եմ, որ ինքը ասում էր պահա գալու, երբ որ մարդիկ իրանց կոնտենտի վրա դնելու են, որ սարքածա առանց ոնց որ նեյրոցանցերի, որպես բան, նույն ձև ոնց որ մենք հիմա խանութ ենք մտնում ու տենում ենք, որ բան է արած, օրգանիկ պրոդուկտ է, որ բան հա GMO չկա, օրգանիկ է բան, նույն ձև էդ է դառնալու, որ ինքը դառնալու է որակի ինչ որ հատկանիշ, որ տիպը սովորական ամեն ինչը սարքած է բանով, տիպը ռոբոտներով, իսկ այսի սարքած է մարդկանց կողմից։ Այդ դուք ավելի լավ եք հարցին պատասխանեք, էլի, որ բանն է, հենց big data-ն որ կա։
ու AI-ը հիմա այն ժամանակ որ ասում ես big data-ն որոշում էր արդեն էլի ինքը ուղղակի ես ճիշտ եմ հասկանում big data-ն ինքը կոպիտ ասած շունչ չուներ էլի հիմա AI-ը մի քիչ ինքը իրան շունչ են տվել էլի ինքը շունչ ասելով բան էլի sense ինքը իրանով կարող է հասկանալ նայ ես իմ կողմից ասեմ ես այդ ժամանակ IT կամպանիայում եմ աշխատում որտեղ այդ շատ էր քննարկվում ու big data-ի ոնց որ սախ բանը կոնկրետ մեծ քանակի տվյալներ անալիզ անելու հարցներ այսինքն երբ որ դու կարաս շատ ոչ կարևոր ինֆորմացիա հավաքես տենց բան կար IT-ում ոնց որ տենց կանոններ կային որ տիպը գիգո էր կոչվում որ եթե դու բան վատ ինֆորմացիա ես վերցնում դու վատ արդյունք ես ստանում garbage in garbage out էր կոչվում ու իմաստ չկար ամեն մարուկ հավաքելու որովհետև դու չես կանալու այդ անալիզ անես մեկը ու big data-ն առաջին ինստրումենտներ էր բերում որը կարող ինչ որ պարամետրերով մեծ քանակության դատայի վրա անալիզ աներ հիմա AI-ը այդ իր մեջ ունի բայց իհարկե մենակ այդ չի ինքը այդ հավանականություններով աշխատում որ բան ջոգմա ինչ պետք է ասի ինքը պրոստը հավանականությունների վրա աշխատում то есть ինքը քո հետ շփվելու ինտերֆեյս ունի այն ժամանակ ոչ մեկ չէր մտածում որ դա ոնց որ մարտիկ են օգտագործելու այդ կամպանիաների համար է ավելի շատ հա բասուցի այդ էր հարցս էլի ինքը շփվելու ունակ է արդեն իսկ big data-ն շփվելու ունակ չէր էլի հա նեյրոնկի հետ կապված գլխավոր խնդիրներից մեկը որը տենց եւ ամենաինտենսիվն է լուծվում հիմա այդ իրան ինտերֆեյսն է ոնց է իր հետ համագործակցելու որտեղ այն սկզբից ասենք chat-ը այդ ինտերֆեյս է որտեղ որ դու գրում ես քեզ պատասխանում է ասենք visual neuron-ի մեջ էլի chat-ի մեջ քեզ նկարագծում կամ խոսքի չեմ node-ով սիստեմայով ես դու իրան կապում եւ այլն ու այդ խնդիրը թե ինչ ինտերֆեյսի մեջ օգտագործես այդ պոտենցիալը իրականում իստում game changer կամպանիաները դառնան այն կամպանիաներ, որոնք որ կգտնեն ամենահեշտ, ռացիոնալ, օպտիմալ բանը։ Ոնց որ Photoshop-ը ունի լիք գործիքներ, օրինակ Photoshop-ի մեջ նեյրոնկ են օգտագործել ավելի հեշտ է, որովհետև դու չես հելնում կողքի սենյակ գալիս էլի հետ տանում բերում։ Բայց Photoshop-ը շատ քնած է իրան պահում, էս ամեն ինչի մեջ։ Ավելի վատ է, այսինքն ընթանում այնտեղ, քան հա, ինձ շատ ծանր բան կամպանիա են հին Adobe մասն ես ասում հա հենց Adobe դա իմ ամենամեծ ցավն է շատ բայց դե օրինակ բան է տենց ես հիշում եմ Premiere-ի պրեզենտացիային որ ցույցեին տալի ինչեր կարաս AI-ով անես իր մեջ այդ 2-3 տարի հետո նոր դրա կեսը օգտագործող է լինում ես էսենց նայում եմ արագի մեջ update եմ անում հեսա էսենց game changer եւ այլն մտնում ես ու ճոգում ես այն ինչ որ իրանք են ցույց տալիս դա աշխատում է բայց քո գործի բնույթը այնքան տարբեր է մի քիչ շեղում ես ուրիշ բան է քեզ պետք անել ճոգիր ես չես կարանես շատ իդեալական հաշվարկի հիման վրա է էլի դե ոնց որ դու մի բան ես ուզում ցույց տաս ասենք ոնց ավտո դրիֆտ անում դու ցույց կտաս ոնց ինքը դրիֆտ անում բայց կարող է տենց ուղիղ քշել չի կարող ասենք միշտ սենսորը Բան մինուսը կա էլի ես Instagram-ում հիմա մի հատ բան եմ գտե տենց reel-եր եմ նայում եմ շատ եմ սիրում մի հատ sense ճուակ է ինքը sense մի քիչ աուտիկ կերպար է sense իր դեմք ցերևում է էլի որ ինչ որ տենց sense մի քիչ ինքը բան է AI վերցնում է ու հետո voice-ով խոսում է ինչ որ բաներ ասում տեսել ես դա Արես ոնց է սիրում Խոսքի բանա ասում է ոսկե ասում է նայ ասում է հենց հիմա ինձ մարդ է մոտեցե ասում է քեզ $50 միլիոն եմ տալի եթե քո AI կանա մեկից միջև 100-ը հաշվի էս AI հրաժարվում է հաշվի ասում է չէ ես կարամ քեզ օգնեմ ինչ որ պրոդուկտիվ կերպով դու փող աշխատես ասում է ես հենց հիմա կարող բարձրացած բան անում հետո ասած 3 հատ AI վերցնում ասում է նայեք հիմա քանի որ դուք 3-ով եք դուք կարաք 3-ով միջև 100-ը հաշվեք չէ եկեք հաշվեք սրանք սկսում են իրար մեջ խոսալ ու չեն կարող միջև 100 հաշվել բայց իր ամենաաբսուրդը որ ինքը ասած անում ասում է ես հեսա ոնց որ խոսքի ես ասեմ ես ասած վազում եմ stage Գյումրի կարաս տայմերը միացնես ջոգես ինչքանում եմ վազում ասում հա կարամ ես չվերջացած իր ասելա որ հա կարամ ես հեսա ասում ահա ես հետ եմ եկել ինչքան ա տևել ես ասում մի ժամ Այո չի ասում եկել То есть дай во-первых մի ժամ չի անցե во-вторых մի ժամ չես կարող վազելը ֆաստես Գյումրի հետ գաս ասում կոմոդ պրոբլեմ չկա ասում կոմոդ պրոբլեմ չկա նրա այդ որ ես մի ժամ վազել եմ ասում դե ասում вообще եթե դու ճիշտ ես ասում այդ շատ մեծ նվաճում է ասում իսկ կարող դու շուտ սխալ ես չափել ասում չէ չի կարա տես բալի որ ես սխալ չափածել եմ ասում то есть դու ենթադրում ես որ ավելի հավանական է որ ես չոր սուպերմեն եմ որը կարա մի ժամ այդ կանը վազի հետ գա քան որ դու սուտ ես ասում դե եստեղ ֆիզիկայի կողմնակից absolut բան ասում ու Sam Altman-ը ChatGPT-ի բանը ստեղծողը այդ տեսել է այդ վիդեոն ու ասում հա կոնկրետ այս մոդելը չի կարա տենց ինստրումենտներ չունի որ սես բանի
Ես էլի միացնում ասում նայ, ասում այդտեղ ես վիդեոյի վրա ով ասում հա, բան Սեմ Ալտմանն է, ասում քո ստեղծողն է, ասում դե ստեղծող է, չի, բայց ինչ խաղեր է տալի, ասում բանա, ասում դա հիմա լսի քո մասին ինչ է ասում, միացնում ասում հիմա բան, ճիշտ է ասում Սեմ Ալտմանը որ դու տես ինստրումենտ չունես, ասում չէ, ես ունեմ դա ինստրումենտ, ես 100% կարամ չափեմ, ասում դու ես Սեմ Ալտմանը սուտ ասում, ասում չէ, Սեմ Ալտմանը սուտ չէ, ասում բրա կամ դու ես սուտ ասում, կամ ինքն ասում, ոչ մի դեպք չի ստացել։ Անվերջ ինչ-որ բան է խոսակցում։ Իրականում ես դες մի հատ переписка ունեցա ու հենց այդ վիդեոից բաներ ցույց տալիս, ասում է հենց քո դիմաց հիմա պայել եմ իմ նկարը, ֆոտոն։ Մի հատ նայու գնադի ոնց եմ էլի, տես կարևոր տեղ եմ գրգելու այս ֆոտոն, ասում դե ֆոտոյի վրա տեսնում եմ լրիվ նորմալ, օպտիմալ բան, ասում ես կեն ֆոնից վրա ինչ որ մի հատ նորմալ է ֆոնս։ Հա, լրիվ նեյտրալ ֆոն բան, ասում եմ բայց քտիս վրայի մի հատ բան կա, կարմիր կետ կա, կարող Photoshop եմ դզի, ասում եմ չէ դե բնական բան ավել լավ է, ասում եմ բայց հիմա տեսնում ես ֆոտոն, ու նա նկարագրես ենք մազերս գույնը ինչ է։ Ինչը խուջուջ է թե այտենց ուղիղ բան, ասում եմ դե այտենց շատ հետաքրքիր ֆոտո չկա ոչ մի այսենց պրոստը չատ է դա խոսում ասում եմ քո դիմաց պահել եմ ինքը չի էլ բացել ֆոտո չի ուղարկել ոչ մի բան ու ես այդ փորձում եմ ասես խոսացնում եմ եւ այլն ու ինչ որ պահի ինձ բռնում եմ այն բանի վրա որ ես իր այդ ասես կռիվ եմ տալիս եմ որ ուզում եմ բան անեմ որ ինձ չխապի ու ես հասկացա որ այդ ամենաառաջի ու ամենալավ օրինակն է թե գազլայթինգը ինչ է վաղ կամ շոտ գազլայթանող չէ բանա ու վերջի բանը այն էր որ ինձ մի հատ կբացատրել ես գազլայթինգը ինչ է դա սկսես բացատրել ասեցի իսկ մեր չաթի կոնտեքստի մեջ եթե խորանաս հիմա դու գազլայթինգ ես անում թե չէ ասում է չէ բան ասում ես գիտես չէ գազլայթինգը մարդկանց սուիցիդի է հասցնում եւ այլն ու շատ վտանգավոր ես դու բան անում ասենք իմ հետ վարվում լուրջ եմ ասում ինձ բան արեց հոկեբանական հոկեբանական օգնության խորհուրդ տվեց ասես կարամ կոմոր կոնտակտներ գտնեմ ու դա վերջի կետն է պրոստը անջադեցի գցեցի որտեվ երբ որ ասում եմ հանգստացի դու գիժես դե вообще զտրակ Կստացի այս թեմայի մեջ էլի գրոկը օրինակ հիմա այս քանի ժամանակ է չգիտեմ մի ամիս կլինի երևի որ պերսոնալիզացիա է ավելացրել իր մեջ գիտակ երևի դրա մասին ու ես այդտեղ պրիկոլի համար գրել եմ տի обманщик չգիտեմ նու կարաս ավելի երկար տեքստ գրես բան ու ինքը խափում է անընդհատ ինձ դաժե խափում է որ ինքը խափլանա էլի ասում եմ դու խափլանաս ասում եմ չէ բայց ու հարցեր եմ տալի ինքը սկսում է խափել արա ես կյանքում չեմ փայում այդպես բանը մենց պրիկոլներ ունի արդեն ես գրում եմ դու գրող ես տիպա բանը կոնկրետ ինչ-որ գիրք հա ինչ-որ բան ժանրի առաջ բերում ինքը սկսում է դրա պահով հետս խոսալ երկար ասում եմ դու կավագործես սկսում է կավի հետ կապված ամեն ինչը то есть եթե ես գրեմ դու կավագործես ու սեքսի մասին հետը խոսամ ինքը մեկը անդերից է գալու չերես կավա հա մեկը չերես կավա ինչ-որ հետ նայ բաններ կարոջի օրինակ այդ AI երբ որ կինոյում է օգտագործում հա մեծ խնդիրներ կան դրա հետ կապված բայց ես զգում եմ որ ինքը տենց շուտ զուգահեռ օգտագործող բանն է իմ համար ամենացավոտ ու դառը որ սկսեցին անիմացիայի մեջ օգտագործել Սա մի հատ որն էր կինո Մոսկվայում կար հա բանը փոքր մհերը հա ու կինոդարանը հիմա սերիալ է հանում Ռաֆոն ներկայացնում է այտենց նայում էի բան Նազենի այդ լայվում ինքը ասում է դե մենք նոր տեխնոլոգիա ենք օգտագործում այդ կապված ես արդեն միանգամից գժվում եմ արդեն այդ արտահայտության համար որ նոր տեխնոլոգիա ենք AI որ մենք AI-ը մենակ վերջում ենք օգտագործում հիմա ես կարող եմ ինչ-որտեղ չեմ տիրապետում միջև վերջ ոնց է ցավը ես մի քիչ մի փոքր բայց ես ենթադրում եմ որ կերպարները նկարվել են կարողա ձեռով ու հետո իրանց անիմացիա է տրվել բայց այդ ամենավատ բանն է որտեվ իմ համար անիմացիան ինքը շատ կրաֆտովի սկիլ է որ դու անընդհատ պետքա տակ պահես էլի իրականում հագարակը ավելի ռացիոնալ է երբ որ դու AI-ով փորձում ես կերպարը ստանալ նու իլյուստրատորի կորձը պայմանական բան ես անում օպտիմիզացիա ես անում բայց ֆիզիկայի ու անիմացիայի հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ կան AI-ների հետ կապված ինքը ռեալիստիկ վիդեոն լավ անում то есть մոդելներ կան բաներ կար ու դու նայում ես տարբերություն չես գա բայց խնդրեմը նրա մեջ է որ անիմացիան ռեալիստիկ համեմատում ես մարդկությունը ինչքան անիմացիոն կոնտենտ է ստեղծել ժամանակային ու վիդեո կոնտենտ բնականաբար վիդեոն խոսքի չգիտեմ քանի հազար անգամ ավելի շատ է ու այն ինչ նեյրոնքին տեսել է սորվել է որպես ռեալիստիկ վիդեո ինքը ավելի լավ է կարող անի բայց անիմացիան շատ բարդություններ ունի բանա գեմալի հա հեսա կզանգեմ կլսի դու
ոնց է մտածում ստենդափը ինչ վիճակում է հիմա Հայաստանում։ Հա։ Հապա ծաղկում է ստենդափը, Ծաղկում է։ տենց սենց վիճակում է ստենդափը։ Короче, բանա, ինձ դժում է որ բանում ticket system-ում ավելացրել են կատեգորիա ստենդափ։ Հրավոր ճիշտն ասած, դզեց այդ պահը։ հրավոր շատ չեն միջոցառումները, ավելին ասեմ, ահա որ քիչ են հրավոր մի հատիկ ահա։ Դրա համար ես դες առաջարկում եմ։ Դուք քաշեք app-ը, օգտվեք ticket system-ից։ Իսկ մենք դաբիցա կլինենք։ Իրանց օձիվ գրեք, որ ձեզ հետաքրքրեն ավելի շատ ստենդափ միջոցառումներ, որովհետև ստենդափ միջոցառումները շատ են ու մենք իրանց կազմակերպում ենք, մենք իրանց մասնակցում ենք ու ես շատ կուզեի որ մեր սիրած app-ում, մեր հովանավորի app-ում լիներ շատ ստենդափ մեր հետ կապված, բայց հələ որ քիչ է, բայց հարմար կլինի, էլի որ ջոմս բաներ կան, կատեգորիաներ կան, խոսքի թեատր, կինո, կրկես։ Բանը կատել է կատեգորիաներ կան, օպերա, սախ բաժանված կատեգորիաների, մտնում է ստենդափ քիչ է։ В общем, ես ձեզ ասում եմ, կայֆ բան կանեք, app-ը քաշեք, օգտվեք ստենդափ միջոցառումների գնաք, այդ ամեն դեպքում պետք է լայվ միջոցառումների գնալ, այսախ ինտերնետում անվերջ չենք մնալու, բայց նաև լայվ միջոցառումների գնալուց կարաք նախընտրեք ստենդափը, կարաք ticket system դիմեք, որ իրանք ավելի շատ ստենդափ միջոցառումներ ունենան, մենք էլ լավ հովան ունենք դրա հաշվին, ասա։ Բանը, ինտեգրացիան չի հասցրել, ասեի sense բան, հիմա կհասցնեմ։ Նայեք, եթե ուզում եք իրոք ստենդափի մասին edge-ը բազման ատեն շատ անա, զանգահարում եք +374 33 499 591, Օրես անգիր հիշում ես։ Հոնս սարև, հետևը դրած է, կամ SMS եք գրում, աղբորպեսի տղեկը ուզում են, որ էլի ավելանա ստենդափեր, որ մի հատիկ չլինի, տենց, Մի հատ էլ համար ասա։ կներես էլի մի հատ, ալյո, երկու հատ էլի հետ։ Բան էլի անիմացիա բուկվալը նշանակում է շարժում տալ։ Դու պետքա հենց եթե դու չես տալի այդ շարժումը, ոնց որ կերպարի շարժումը, օրինակ Tommy Jerry-ին որ վերցնես, հա, սենց օրինակ, հա, կոնկրետ ոնց է վազում Jerry-ին, ոնց է վազում Tom-ը, երբ որ Tommy գլխին ինչ որ ծանր բան է իջնում, ոնց է ինքը ծռվում դրանից։ Այդ սա ռեալիստիկ չի, ինքը ինչ որ իր մեջ նշանակություն կա ոնց այդ սաղարվում, այդ քեզ պատմություն է պատմում։ Ու եթե այդ կառավարելի չի, իսկ AI-ը շատ վատ բան ունի, կառավարելիության աստիճան ունի, ֆիզիկան շատ բարդ է։ Բայց կառավարելի։ Այս գրուպը գավառ է, ես ասենք թե մի հատ ասում եմ, նայ, ինձ մի հատ sense գնդակ, որը sense թրվռում է այդ գնդակը, հա, ու ես ուզենամ, որ ինքը sense վերջում երկու անգամ արագ թրվռա, այդ մանր կոնտրոլը, որ ես մի քիչ ինչ որ փոքր բան, ինքը իր հետևից ուրիշ փոփոխություններ է բերում, ու դու այնքան ես իր այդ կռիվ տալի, որտեղ դու պետքա իր այդ կոմպրոմիսի գաս, այդ вообще ասեմ բան չէ, էլի։ Կարելի է, պրոստը ներսից մի երկու բան գիտեմ։ Նախ, նայ, ընկերներիցս ահագին մարդ կա, որ այդ մուլտֆիլմի վրա աշխատել են, չեմ ուզում էլի ինչ որ վիրավորական հնչի այդ ամեն ինչը, ամենայն հարգանքով, բայց ես էլ եմ դեմ, դու գիտես, մենք լիքը խոսացել ենք այս թեմայով, դեմ եմ, որ լիքը տենց ոչ թե աշխատատեղեր են կրճատվում բան, այլ զուտ բանի համար։ Նույն ձևի դեմ էի Վարամ Սահակյանն, որ իր ներկայացումն է գրոկով սարքում, հա։ Неоднократно ասել ենք դրա մասին։ Զուտ այդ արվեստը խառնում ենք արդեն բանին, էլի։ Իսկույն ինչ արվեստ չի տալու։ Նայ, խոսքի եթե ես օրինակ Վարամ Սահակյանի դեպքում կարամ ինչ որտեղ հասկանամ, որ ինքը Ես էլ կարամ հա ինչ որտեղ նայ Վարամ Սահակյանի ներկայացումները իրանք հիմնված են գրված հումորի ու հումորի չէ, գրված տեքստի դաժե ու մարդու կատարողականության վրա։ Ու այդ ուզում եմ ես մուլտֆիլմի հետ կապված բան։ Այդ ինքը պահպանել է, բայց օրինակ անիմատորի դեպքում, հա, այն մարդու, որը պետք է այդ անիմացիան նկարի, ես sense problem եմ տնում, հա, ասենք թե անցնում է 30 տարի, ու մենք սաղ սկսում ենք AI-ով անիմացիա անել։ Անիմատորները վերանում են, որտեղ իրանք պրակտիկա չունեն։ То есть այն մարդիկ, որոնք մենք այս պայն ունենք, ասենք թե կա հիմա երիտասարդ 30 տարեկան կամ 20 տարեկան անիմատոր, որը ինչ որ ձևի տիրապետում է։ Ինքը հələ կատարյալ չի, եթե ինքը մի 10 տարի էլ փորձ ունենա, ինքը կդառնա շատ լավը, բայց ինքը էլ չի ունենա այդ փորձը։ Ինքը մնալու է այս level-ի վրա ու մի քիչ դեգրադացիա ապրելու, որտեղ ինքը այսքան տարի չի ունենալու փորձ։ Ու հետո եթե 30 տարի հետո մենք սաղս գանք ուշքի ու հասկանանք, որ անիմացիան գնալով վատանում է ու արդեն էլ ոչ մեկին հետաքրքիր չի, ասենք ով կար ժող հետ եկեք, այդ մարդիկ այսքան տարի պրակտիկա չեն ունեցել։ Հա, ես հասկանում եմ, որ Լյուբոյը հիմա անիմացիայի դու հիմքն ես փոխարինում։ Եթե կինոյում դու ինչ որ ֆոնն ես փոխարինում, բան ես, իստե հիմքն ես փոխարինում։ Մենք չգիտենք այդ վատա թե օքեյ։ Իհարկե վատա։ Ինչով մենք ուրիշ օրինակ չունենք, էլի, չենք կարող։ Այդ խնդիրը, որ մասնագետներ չեն ձևավորում, որովհետև
չեն անցնում այդ ճանապարհը, ասենք չեմ junior-ից դեպի senior պայմանական, երբ որ քո տեղը անում է junior ֆունկցիան նեյրոնկեն մնում է senior-ը, մի օր կծերանա, այն սերունդը չի գա, այդ կա, բայց արվեստի տեսանկյունից вообще производство-ի տեսանկյունից իմ համար խնդիրը հենց այնտեղ է, որ իրան ընդունում են որպես առանձին agent, առանձին աշխատող, առանձին ստեղծագործող միավոր, ինքը գործիք է, դու իրան կարաս հանգիստ օգտագործես, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց քո վերջնական արդյունքը, ինչին ինքը պետք է գա, անիմացիան, չգիտեմ, այդ նույնն ասես քո Tom and Jerry-ին, որ այտենց սկավառոդկով բան ինքը տապակ է, ինքը շատ բնական է, ինքը իրականում սյուրռեալիզմ է, ասենց ասեմ, իրականության կապ չունի, բայց քո ուղեղը լրիվ հասկանում է, թե դեռ ինչ կատարվավ։ Եթե դու նեյրոնկով ես նույնը ստանաս, դեռ հարց չկա, կամ օգտագործես ինչ-որ pipeline-ի մի հատ հատվածում իրան։ Բայց վերջնական արդյունքը, երբ որ, չգիտեմ, ծերը սենց ֆռում է ու սենց է դառնում, երբ որ ինքը թռնում է ֆիզիկան անբնական է, այդ նույն բանի տիզերում, Poker Mary տիզերում բան կար, մի հատ կադր կար, երբ որ չկնես Poker Mary եվրոտեսելի կլիպներ։ Լուրջ։ Այդ խի բանացի, որտեղ երկուսն է Pixar-ի բանն են, ստիլիստիկով վերցրած։ Pixar-ը հայկական էր, չէ՞, կստացի։ Չէ, Pixar-ի է դա։ Pixar-ներ, հա, հայկական։ Այնտեղ այդ խնդիրը, երբ որ ամենահուզական պահին է երեխան դաշտի մեջ կանգնած ու սենց կրուպնի պլան դեմքն է, արդյունքը բանանում ու այդ արդյունքը գալիս է, ստեղ ինչ-որ սենց հավաքվում է, հելնում է, ստեղ կորում է, ստեղից էլի գալիս է, այդ պրոստը փչացրեց ամբողջ ռեժիսուրան, դրամատուրգիան ու երբ որ այդ տենց production մտնում է, իմ համար սենց այդ սարսափելի է։ Դե այդտեղ կորած արվեստը, հա։ Իմ համար բացայտում էր, որ ես ցույց եմ տալիս, ասում հələ ստեղ նա ինչ են արել, ասում ինչ են արել։ Լիքը մարդու այդ իրոք բանը, սլիպատակը, չգիտեմ։ Իմ աչքը տեսնում է կարող է բանեմ, ես, բայց ես всё же մտածում եմ, որ մարդը դետեկտել չանի, պրոստը իր զգացողությամբ մի բան նայում է, ինքը անալիզ չի անում, ես ինչ եմ նայում, բայց ասադը մնում է։ Երբ որ դու նայում ես ինչ որ մեծ ծուր բանի, հետո բանի LLM-ների դեպքում Դաժե այդ գործիքի դեպքում, որի մասին մենք խոսում ենք որպես լավ բան։ Կան արդեն հետազոտություններ, որ ցույց են տալի, որ մարդիկ ինչ որ ունակություններ են կորցնում։ Ես ենթադրում եմ, որ նույնիսկ Google-ի հայտնվելուց հետո մենք ինչ որ բաներ կորցրեցինք, որտեղ առնվազն խոսքի մենք կարանք շատ տենց մեր աչքի առաջ եղած օրինակը, որ խոսքի պապս երևի մի 100 հատ հերոսի համար էր հիշում, պապաս մի 30 հատ, ես ոչ մի հատ արդեն։ Ես 3 հատ համար եմ հիշում կյանքումս, էլի։ Կստացի ես դպրոցական ժամանակ սա հիշում էի։ Ինչ համար ես գիտեի, Ես անգիր հիշում եմ, որովհետև կարող է մոդը հեռախոս չլինի։ Համարները իմացել եմ միշտ անգիր։ Հա, ու հիմա արդեն պետք չի ջողում ես։ Չեմ հիշում։ Հիմա էլ պետք չի, ոնց որ մենք այդ դրանից զրկվել ենք, բայց ոքի է, մեզ պետք էլ չի։ Հիմա կարող է ստեղել այդ պահակա, բայց այտենց ինչ որ ինտելեկտուալ ինչ որ խնդիրներում էլ մարդիկ այդքան լավ ունակություններ չեն տալի, չնայած դրանից առաջ ցավոք է, բայց այդտեղ բան է էլի, որ եթե մենք ասած ոնց որ այդ բանը AI-ի օգտագործումը, քանի որ հիմնված է արդեն շատ կոնկրետ եղած բաների վրա, ինքը փակում է հնարավորություններ շատ հետաքրքիր նոր բաների հայտնվելուն։ Օրինակ ես հիշում եմ, ուստեղ ինձ երևի լիքը մարդ, որը լավ հետևում է անիմացիան, կասի բրո, չէ, դա նոր բան չէր, բայց պոպուլար մեդիայում վերջի տենց ես որ ուղեղս պայթացրել էի Soul-ներ բանի, հենց Pixar-ի, որ ընդ այդ դրախտի անիմացիան, այդ ուգլավոր շատ տարօրինակ, որ դու նայում ես որ вообще դրախտ չի, հա, տենց։ Չէ, հարցը որ ես տենց անիմացիա չէի տեսա, այդ ստիլի անիմացիան, ես չէի տեսա պոպուլար մեդիայում, ինքը շատ ոչ երևի ինչ որ տենց փոքր ինչ կարող գնայր ոսկեծիրան, տենայր ընդ անիմացիան տենց բաներ, բայց ինքը պոպուլար մեդիայի համար ոնց որ տենց բան կա էլի շատ հասարակ սուր բաները տհաճ են։ Ինքը նոր էր, բայց նենց չի լավ էր որ կարել։ Չէ, նայ, բանա, սուր բաները տհաճ են ու հայտնի ստեղծագործություններում ամեն ինչ մի քիչ կլորավուն պետք է լինի։ Ու այնն էլ է շատ կլորավուն ամեն ինչ սարքում։ Իսկ բանը ստե իրանք դից համարցակություն ունեն, որ ինչ որ բան պատմեն, չերես неприятный ֆորմաներ։ Բայց հենց ռեժիսուրայից է գալիս, вообще տենց լավ գրագետ անիմացիան, չեմ կինոն կապ չունի։ Քո ֆորման պետք է սադержանիայի подтверждение եղնի։ 100%։ Եթե դու ուզում ես մարդու լավ արտահայտություն կա, форма это застывшее содержание։ Շատ լավ հայերեն խոսացեք, հա։ Ապա նայ, շիշը ֆորման ու սադержանիան հայերեն ֆորման։ Բաղադրություն ու պարունակություն։ Այո։ Չէ, բաղադրություն ու պարունակություն։ Բաղադրությունն նույնն է, հա։ Բաղադրությունն ու պարունակությունն կերպար, ֆորման գիտես։ Ֆորման, կերպար, չէ։ Սադержանիան բաղադրությունն է, հա։
ու կներեք։ ու այդ խնդիրը հենց դրանից է գալիս, որ դու անիմացիայի դեպքում նույն կարող ես մտածել օրինակ, այդ քո ասած չգիտեմ, թրվռացող կադր տնես, կերպարին ֆրսնես, frame rate-ը փոխես, տեղ չփոխես, դու իտոգում ստանում ես ощущение, քո գլխավոր միտքը փոխանցելու через վիզուալնի բան լեզու։ Այդ երբ որ դու փորձում ես նեյրոնկին ասես, ինչ sense բան է պետք մտածի, ինքը կյանքում է չի մտածի։ Ինքը պրոստը քեզ օգնական ինչ որ մի բան է, քեզ մի բան գտնի, լավ կոնցեպտներ կարող գեներացնի, դու ինչ որ մի բան տեսնես, ասենք չեմ research-երներն է օպտիմիզացնում եւ այլն, բայց ինքը որպես նոր ստեղծագործող, որ մի հատ ասենք մի բան չեմ հորինի այն առումով որ խոսքի ոնց ասեմ լիքը տես փոքր անիմացիաներ կան, չեմ բլոգերներ կան, որոնք որ ինչ որ անիմացիաներ են անում ու այն ինչ որ իրանց մոտ եմ տեսնում մի հատ միստեր Մադիլա կա, չգիտեմ կարող է բանես արել։ Ծանոթ է ինձ ոնց որ։ Մի հատ անիմատոր է, որը իր քարտուն պերսոնաժից ինտերվյու է վերցնում, ու սա այդ process-ը նկարում է։ Ու երբ որ դու նայում ես այդ դիալոգների ընթացքում, ոնց է ինքը անիմացիան, իր տեքստը, դիալոգը, իր ներքին մտքերը, ոնց է սա իրար խառն է։ Ինքը տակից ազվուժկայով բան է, Հա, ինքը ոնց որ համ խոսում է, համ պատմում է, համ այդ կերպարն է իր հետ խոսում, համ տենց ասում է ինչ, տիպը ուզում ես այդպես կրեատիվ թվաց, հա, ինտերվյու ես վերցնում քո հորին մեջ, ասում եմ, բայց ես հարցեր ունեմ, ասում բայց ես հարցեր ունեմ ու ուզում եմ այդ հարցերով բան անեմ։ Բլին կուղարկես էլի ինձ շատ է դակրեց։ Խզարագույն բան է ու այդ տեսակ բանը որ այդ իրոք ազդում է, որտեվ այդ մարդը չգիտեմ, լիքը process-ներով է անցել, կյանքում նեյրոնկեն այդ process-ներով չի անցնի այդ մարդու տեղը։ Մի հատ էլ է բայց ինքը օգտագործում է որպես գործիք ոնց կա էլի։ Նույն ծեր ոնց որ լուբոյ անիմացիայի ծրագիր, չգիտեմ 3D Reductor, Blender-ն է, ինչ software ես օգտագործում։ Ասենք չեմ չես կա չէ վիդեո նկարես առանց կամերա։ Դե իհարկե։ Ցիֆրովый կամերա, այնտեղ օպտիմիզացիա ունի, չգիտեմ, լինզեկն են լավ, հազարած էս պարամետր կա, AI-ն էլ մի հատ պարամետր է այդ քո սախ pipeline-ի մեջ, որը պետք է ծառայի Աշկաներս էլի ուղղակի բանի մուլտֆիլմի հետ կապված, որ համել եթե այսքանն ավարտենք այս մուլտֆիլմի հետ կապված, շատ մութ բաներ չմնա, էլի։ Նախ արի փորձենք տենց տնանք ով կա տղեկից կանչենք ու որտեվ էսին այս թեմա է, որ ինձ թվում է հետաքրքիր է, էլի։ Քանի էպիզոդը արդեն խոսում ենք, չգիտեմ, եթե նա էս վիճակա, որտեվ այդ մարդ ես sense խնդիր եմ տենում, էլի բարոյական ստե։ Եթե մենք կանչենք ինչ որ օրինակ փոքր մերի կամ կինոդրամի սերիալի ստեղծողներից մարդ, հա, ակնհայտորեն ինքը չի կարա ազնի վեճի մեջ մտնի, որտեվ իրանք всё же գործ են անում, իրանք պետք է այդ գործը առաջ տանեն։ Այդ նույն խնդիրը կա, որ խոսքի ինչ որ ամերիկական շատ վատ կինոյում նկարված դերասանը երբեք չի ասի այդ կինոյի մասին վատ բաներ, որտեվ ինքը գործ ունի անելու։ Եթե ես փորձեմ գտնեմ նենց մարդ իրանց մեջից, որ կգա ու չոտկի կխոսա, то есть թեմայի մեջ կլինի չի։ Չէ, բայց օրինակ ինչն է խնդիրը, եթե նայ։ Այն է խնդիրը նայ, որ մենք չգիտենք ինչա ներսում կատարվում։ Օրինակ նայ, ես գիտեմ, որ իրանք չեն ասում սարքի սենց, սարքին են, սարքին են, իրանք պրոմպտներ ունեն գրած լիքը, ու այդ պրոմպտներով են էլի գնում առաջ։ Նայ, այդ չի փոխվում։ Մենք ենթադրում ենք, որ բանը։ Բրո, մենք հիմա չենք խոսում, նայ, հիմա ինչն է հարցը, շատ լավ հարց է սպասում։ Ինչա դուրգալի։ Պրոստը մենք ենթադրում ենք։ Ինչա դուրգալի, որ մենք սրա մասին խոսում ենք, ես քեզ ասեմ, որտեվ ես ուզում եմ արդարացնել։ Մենք ինչ-որ բանի դեմ ենք, որ ուզում եմ բանը, դες չոտկի լինի, էլի ինչին ենք։ Եթե ինչ որ մեկ ուզենա գա մեր այդ բանավիճի պաշտպանի այդ ամեն ինչը, ես մեծ հաճույքով կխոսամ։ Եթե գալու է in good faith, էլի, եթե պատրաստ լինի, իմ արգումենտները նորմալ ասի, չի գալու ասի, գիտեք, եկեք սրա մասին չխոսանք։ Բանա, պրոստը մի կներես պրոստը այդ ասեմ, էլի, բանա, այդ փոքր մերը մեծ շումիխայով դուրս եկած կինոյա Հայաստանում։ Շատ մեծ անտեղի շումիխայով։ Չէ, ես ինչի համար եմ ասում։ Ես որպես Երևանցի, որպես հայաստանցի, կարամ չքննարկեմ պոպուլար մեդիայում հայտնված բան։ Եթե ինչ որ կինոյում դուրը չի գալի կամ ես ինչ որ խնդրին դերեմ, հա, ես այդտեղ ոչ, հա, այստեղ ուղղակի կարևոր է նշել, հա, ես ինչ էքսպերտ չեմ այս ամեն ինչի մեջ, ես իմ անձնական կարծիքն է, որ էսի ավիրում է ամեն ինչը։ Այդ բանը շատ կարևոր է։ Իմ ընկերներից մեջը մարդիկ կան, մենք բոլորս։ Հա, ես գիտեմ, հա։ Ու շատ կարևոր է ասել, որ հա, ինչը որ լավ չի, պետք է ասել, որ լավ չի։ Բայց դե եթե իսկական ընկերա չի նեղանա։ Դե բրա, չէ, հենց այդ է հարցը, որ չի նեղանա ու իր հեչ վեժնել չի լինի երևի, որտեվ այս կոմերցիա է, էլի։ Ես մի հատ եթե թույլ տաք, իմ համար խնդիրը դաժե հենց նեյրոնկեկը չեն, որտեվ մինչև նեյրոնկեք էլի լիքը, չունեմ որակով, անորակ տարբեր տեսակի բաներ էր նկարվում, նույն կինոն եւ այլն։ Այստեղ հարցն է թե դու վերջնական product-ը, որ release ես անում,
ինչ վիճակի է ու քո համար ինչքանով է օքեյ այդ տեսքը տալ իրան ու ասել էսա։ Հիմա դու դեռ օգտագործել ես նեյրոնկեն, թե խոսքի չեմ, շատ վատ անիմատոր էժան բանակ, ես բան եմ 12 թվին, որ նոր տեղափոխվա Երևան, բան է աշխատում, Մանկյում է աշխատում, անիմացիոն ստուդիա, դեռ եմ սորվել 3D անիմացիա եւ այլն, ու մենք աշխատում ենք բան մեծ ռուսական մուլտիկար 3D պարավոզիկ ճիշկը։ Ինքը իր բանը, որ չնայած սաղ ռուչնորեն դեղ արվում որ վերջնական արդյունքը նայում էր ու իր քանակ ինչքան ինքը պետք էր ու այդ բանը էլի ինտենս հիմա կասեն ներասլոպա դες ինչ որ վատ բան է նույն ձևի այն ջեսկի կոնտենտ նոր կա ես էլ դրա մասին էդել իր հերթին մինչև նիրոն baby shark որ green հասկացա ինքը շատ հեշտ sense տպվող բան է որ շատ վատ որակով բայց դերքերով կարևոր էլի այս մուլտֆիլմի մեջ իդեպ բանը Բերանի այդ ապարատը շատ սխալ է աշխատում պես բառերը որ ասում է չկա տես որ ասի ու բացվի ai նման էլի ու այդ ժամանակ էլ նեյրոնկեք չկար բայց այդ որակի կոնտենտը էլի հելնում էր հիմա նեյրոնկեն առավելությունը տալիս արտադրանքի մեջ խոսքի երբ դու մի շաբաթվա էր անելու հիմա չի մեր գորվա ես անելու կամ մի տարի տես production-եր աշխատում իդեպ լիքը տես շատ վատ 3D մուլտիկներ կային ռուսական հայկական ցես նայում ես սարսափելի է հիմա նեյրոնկեն մոդապես այդ նույնը անում է հայկականներից Իշի մի հատ թեման չեմ ուզում կդրեմ, բայց հայկական չէր, բայց հայ ռուսական տարականներ այն չեն նշում է։ Հայ-ռուսական, օգի ռուսական ստուդիա էր, բայց օգին հայկական չի, մենակ չասես որ հայկական։ Չէ, օգին խզար է։ Շատ խզար է։ Դա միակ մուլտֆիլմն է, որ ինձ դուր է եկել, вообще Տոմի Ջերի։ Կյանքումդ։ Օգին մեկը նվերը հոգի չունի։ Օգին որ նայել եմ, օգին որ նայել եմ, դա մանկության մուլտֆիլմներից մեկն է եղել ու բանը, ինքը Լեոպոլդ չէր էլի, ինքը Տոմի Ջերի չէր, ինքը օգին էր ու տենց ինքը շատ կայֆ բան էր։ Չէ, օգին խզար է։ Լուրջ չեմ իշե, բայց վրոջը ռուսական ստուդիա էր հայեր այն պրոդյուսերն է, քեսը ստեղ էր արտադրվել քեսը։ 420-ի հետ էս։ Չէ, 420-ը как раз таки շատ լավ բան է ստուդիա։ Շատ լավ բան, ահա։ Մեջը հայ կար պրոստը իրանց դրա համար։ Այդ էլի վատ բանն է։ Պուտիլնիկներ չէ բան են շարմանքի բանով։ Հա։ Ես տասկած հա, ես տասը ջոգեցի որ ասել։ Իրականում խնդիրը հենց բանն է, վերջնական product-ի ու ինչքանով ես դու որպես այդ ստեղծագործող շեմ արտադրող, օքեյ, որ դիք բան կենես, ինչքանով են մարդիկ օքեյ այդ նայում են։ Հա։ Եթե խոսքի այդ release-ն են ու ասենք ահավոր ծեվի ոչ մեկին ոչ մի բան դուրս չգա ու cancel են։ Դե շումիխա չի լինի։ Էլ չեն արտադրել։ Այդ շուկա բան պատրիբիցել հարաբերությունն է։ Պրոստը հիմա պատրաստ եք երկրորդ մուլտֆիլմին, թե ոնց է դրա տրամադրվածությունը։ Այսինքն Փոքր մահերի երկրորդին պատրաստ եք, թե չէ։ բան prequel-ին։ Տենենցա լինելու է երկրորդ ինչ-որ բան։ Չեմ իմ մոտ բան կա, ես մի բան եմ ճոգել, որ այդ խիա մինչև հիմա աշխատում ու դրա պահանջարկը կա, որտեվ Instagram-ում ու TikTok-ում այդ կարճ-ռիլներն որ կան, դեղ բանան կլուբնիկը եւ այլն, այդ trash-ը։ Ինգիրա ֆունկցիան այդեղ իդեալական նեյրոնկեն անում է։ Համաձայն։ Հա։ Ու ինքը, չգիտեմ, աշխատում է կողի այդ վրա, ռեակցիաների եւ այլն հավաքում է ուշադրությունը գրավում դրա ու ինքը այդ տեղում աշխատում է ու մարդկանց մոտ պրիվիկայնիա է ստեղծվում, որ այդ default-ն է։ Հետաքրքիր է։ Դրա համար ինչ որ պայդրությամբ, ինչ որ հետո շատ հավանական է որ, չգիտեմ, մեր NAS Դիտարկվի որպես նորմալ բան, հա։ Հա, ու խոսքի 10 տարի հետո ինչ որ մեկի NAS modernist-ի default-ը, ասի բայց նորմալ է խոսքի, արդյունքը այս sense է կար անիմացիայի մեջ, հետաքրքիր լուծում էր։ Հա, ջոգեցի։ Բանա, գիտես մի հատ էլ տենց արգումենտ կա, որը օրինակ բանի հետ էր, как раз որ դու այդ օրինակ բերեցիր ցիֆրովой կամերայի։ Էդի ես շվում եմ բան է, էլի տենց առաջի կուրսում էի ու արդեն խոսակցությունը պետքա որ հնացածներ, բայց շատ էր ֆռում, որ օրինակ առաջ որ ֆոտոն անում էին պլյոնկայով, դու ամեն կադրը թանկ էր համարում, էլի դու մի հատ լույսների իդեալական բռնում սպասում էր արևը ճիշտ տեղ գա, տեղը տեր ընտրում ամեն ինչ անում էր ու դու մի հատ կադր էր վերցնում, որը միանգամից լավն էր։ Իսկ հիմա ցիֆրայով դու կարաս 1000 հատ կադր անես, ոնց էլ լինի մեկը նորմալ կլինի։ Իտոգում ես հետո շատ կայֆ բաներին, էլի ռիլեր են այո, որտեղ բան, տենց փորձառու ֆոտոգրաֆը ցույց տալի, որ հեսա իսկ մեկին տալիս եմ լավ կամերա,
ես վերցնում եմ շատ ավելի վատ կամերա, երկուսը ցիֆրավոր է, բայց ինքը չի կարողանալու մեկ Իմը անի։ տարել են տենց բանա։ Ինքը մեկը դաժե ուզում է 2 միլիոն կադր անի, ես 3 հատ անեմ, մեկը ոչ իմացում կարող է։ Բայց նա ինչն է, ոնց է օգտագործում։ Նույնը։ ու հետաքրքիր ինչն է, որ ես այս արգումենտը ստեղել եմ տենում, որովհետև այդ արգումենտը չլուծվեց տենցել։ Այդ խոսակցությունը չփակվեց նրանով, որ չէ ցիֆրան ավելի լավ է։ Մինչև հիմա մենք տենում ենք ոնց են կինոյում պլյոնկայի հետ գալի խոսքի, ոնց է ֆոտոգրաֆներ պլյոնկայի հետ գալի։ Նենց չի որ այդ թեման փակվել է։ Ու հիմա AI-ի հետ նույն բանը կապած, ես այդ օրինակը բերում, չնայած աբսոլյուտно համոզված չեմ, абсолютно համոզված եմ, բայց չունեմ ռեալ ինֆո դրա մասին։ Ես Ռիտայի հետ նստած բանն ենք նայում, Բիլասյաշկան ենք նայում թազա։ Դե մի հատ sense կադր եմ տենում, որ Բիլասյաշկան երգում է ու իր ֆոնի վրա լիքը sense կենթանիներ են վազում։ Ու ես սկսում եմ ուշադիր նայել այդ հետևի վազ վզոցը։ Դեմ սիրած զբաղմունքն է մասով նայել թե փորձել են թե չէ։ Ես էշանում եմ ու ես հասկանում եմ մի հատ բան եմ տենում, որ ես առաջ չէի տենում, որ շարժումը ահավոր շատ է, որ ամեն ինչը կադրում շարժում է, բայց ոչ մի բանը իմաստավորված չի շարժում։ Ինձ ոչ մի շարժում պատմություն չի պատմում։ Գալյուցինացիա ոնց որ ավելի շատ լինի հետին պլան։ Պրոստը շում է, ահավոր շում է վիզուալ, ու խնդիրը ինչն է, որ առաջ այդ այնքան թանկ էր անելը լուբը շարժում, որ ինքը կամ պետք է ինչ-որ պատմություն պատմեր, կամ հենց այնպես չէր շարժում։ Նույնը սերիալների մեջ։ Ոսկի բան է, էլի նույն անիմացիայի մեջ, ոսկի դու Բիլասյաշկան հիշում ես բանի, Զոլուշկան կներես, որ այդ ոնց են թռչուններ իրան բանը բերում, ինչ որ դեյստվեր կատարում, ակտ կար դրա մեջ։ Հիմա շարժումի մեջ էլ ակտ չկա, ինքը պրոստը շարժումի համար, որտեվ էժան է, որտեվ դու գրած AI-ին ասես, ինքը այդ սա շարժի, ու սա իմաստը կորել է դրա։ Ու ես հասկանում եմ, որ հիմա մարդիկ անում են, որտեվ դե առաջ քիչ էր շարժումը, հիմա շատ է, ուրեմն հիմա ավելի լավ է, բայց իտոգում հակառակն է ստացվում, էլի։ Չէ, այդ բանն է, այդ օրինակն է, այդ օրինակն էլ ասեմ, որ այդ Միյաձակի հայտնի այդ օրինակը այդ բազարի սցենայի, որ մարդը որ այդ խոսքի մի տարի իրանք այդ մի վարքյանն էին նկարում, ու իրան այդ այնքան արժեք է տալի դրա պատճառով, հա, որ այսքան տարի անցել է մարդիկ սյոյշը խոսում են այդ մի վարքյանի մասին, այդ մուլտում ամբողջ, էլի։ Իրականում սվես եմ, ես միշտ մի հատ պոզիցիա ունեմ, որ ես չեմ սիրում նախորոք, չգիտեմ, նայել ուսումնասիրել կարտալ դրա համար, ցենք շատ անգամ այդ կոնցեպտուալն արվեստ կոչվածը չի դուրս չի գալիս, որովհետև ես պետք է կարդասում հասկանաս։ Ես հասկանում եմ, որ այդ ստեղծագործության մասն է, այդ ընտանուրի մեջ է պետք նայել, հարց չկա։ Ես որ կինո եմ նայում, ասենք ոչ մի նախաբան չդեմ, նայում եմ, սկսում եմ հասկանալ, սկսում եմ կինոյի մեջ մտնել եւ այլն, ինձ դուր է գալիս, ինչ որ էմոցիա եմ ստանում տեսնելով, հետո ինձ հետաքրքիր է, թե այդ ամեն ինչը ոնց է արվել։ Դու տենց ես սկսում կինոն նայել։ Այսինքն դու միացնում ես առանց դաժե կարդալու, տենց ինչի մասին է սյուժե բան։ Շատ անգամ ես եմ տես նախընտրում։ Հա, ես չեմ կարող տենց մի տեսակ։ Գիտես ինչա, որ ուզում եմ միացնեմ, ես ուզում եմ իմանամ, ասի ինչ ձևի խաղ է, էլի, որ հորրը թե չէ, նու ժանրը չէ, էլի, ասենք ինչ կատարվի, էլի, երևի։ Այդ էլ իր կայֆոնի, կստացի, որ օրինակ բանա, չէ, չեմ, տենց Fight Club-ը երկրորդ անգամ նայում ես ու սկսում ես այդ պատկասկը կտենալ բան, որովհետև դու արդեն գիտես ուր նայես, էլի, բայց բանա, ոնց որ առաջի պրասմոտերը ինքը ունիկալ փորձ է, որը դու մի անգամ կարաս ստանաս, ջագում ես, ու դու երբ որ սկսում ես կարդալ, դու քեզնից այդ մեկը զրկում ես ու այն մնացածն ես։ Ավելի լավ է երկրորդ անգամ նայես, քան թե մի անգամ բանը կորցնես։ Բան կա, ես էս վերջի շրջանում ավոր բարդ եմ կինո գտնում, որից դուր է գալիս եւ այլն, ցելեմ ոնց որ մեծ ռազաչրավանյայի բան կա։ Իմ մոտը տենց ես համարը չեմ նայում։ Կինս հագարակը նայում է, սիրում է եւ այլն, ու մեր մոտ sense պայմանավորություն կա, ինքն ինձ համոզում է քելես կինոներ տանք նայենք, ես միշտ ասեմ, չէ, ինչ պետք է լինի, sense բան ենք պայմանավորվել։ Ինքը ինձ օր ժամը ասում, իր հետ գնում ենք կինո։ Դու չգիտես ուր ես գնում։ Ես вообще չգիտեմ ինչ կինո է ինքը տարել։ Ես այդ ռեկլամներից հետո sense բացում եմ ու այդ ժամանակ տեսնում եմ առաջի անգամ ուրեմն ես Տոմսի վրա չես նայում, պրինցիպը դուզես։ Ինչով է Տոմսերը առնում։ Ticket Սիստեմը։ Ժորժան, ticket system կետեին որ sense գովազդում ենք, դա չի նշանակում, որ դուք նաև չեք կարող լինել մեր հովանավորը։ Իսկ ticket system կետեինը մեր հովանավոր չի, մեր ախպերներն են ապշին, տենց։ Всё, merci ախպեր, շարունակի կնայես։ Միայն ticket systems կետեին։ Просто վերջը բանասե։ Պատրաստ պայել եմ, էլի անեմ։ Հա։ Так, քանի այս լուսինա, ես մի հատ մտեմ զուգարան դուրս գամ, էլի։ Ինչն է որ։ Գրիգի բաններ, ստենդափներ, բայտակ։ 10 վայրկյան մտnem զուգարան գամ։ Հա, բայց stop մի տվեք, էլի։ Stop մի տվեք։ Բանը։ Խոսանք մի քիչ, երկուսով քանի աշը չկա։ Ու как раз այդ բանես վերջի դες ռանդոմ նայած կինոներից էս Միկի 17-ներ, Միկի 17-ից։ Այն Պատինսոնն էր խաղում, բաններ
չգիտեմ որ թվականն է, տենց շատ առաջ բանն Ինչ որ ապագայի մասին, հա, տենց։ խրգում են երկար ինչ որ մյուս գալակտիկաներ, մյուս պլանետաներ, կարաբելի մեջ, բայց ինքը իրականում ինչ որ այդ կինոն է դրա մասին չէ, ինչքան այդ իզոլյացիայի մեջ գտնվող մարդկանց սյուժետի։ Ու չէ, մեծ շատ էս ատմոսֆերա կար այն հին կինոյի, որ դու որտեվ դա հին թեմա է, երևի։ Չգիտեմ, ինստանս է։ Գիտես որ Այշենյանն է իմ համար կորե կինոների մեջ, որ դու նայում ես կինոն ու դու գնում ես այդ սիտուացիայի սաստայնիայի մեջ։ 8-րդ անգամ 5-րդ էլեմենտը կամ 13-րդ ռայոնը նայելուց մեկը չես ջոգում 8-րդն է թե առաջինն է, այդ պահը։ Որտեվ որ դու ինֆորմացիա ես կարտում, վիզուալ, այս ինչի գնաց, այս ինչ արեց, ստրաստները եւ այլն։ Просто ինչ ատմոսֆերայի մեջ ես հայտնվում։ Սերիալներ, թե մենակ կինոյի վրա է ստանց հիմնական։ Չէ, նայում եմ, բայց փորձեմ քիչ նայել, շատ ժամանակ տանի։ Բելաչաուն է։ Վերվարածներն ախպեր։ Բելաչաուն չի, Բելաչաուն է։ Նայել ես Բելաչաուն։ Չէ։ Էդ էլ է տակշկիրա, բայց Բելաչաուն։ Լսի մի հատ Չէ, չեմ նայել։ բան մի հատ բան լուրջ չես նայել դու այս սերիալը։ Աշ նայել ես, չէ։ Այս ինչն է։ Բանը Բումաժնի դոմ։ Չէ, չեմ նայել։ Դու էլ չես նայել։ Առաջինն եմ նայել ու հետո չդզեց։ Լուրջ է կասում։ Նայ, короче, ես չեմ սիրում սերիալներ, որ ինձ անընդհատ փորձում են ոնց որ sense հա հուզականի վրա պահել տվիստերով ինձ պահեն, ես տվիստերը չեմ սիրում շատ քանակի, որտեղ նես թեմա Անա պրոստը բանը, այս սերիալը ինքը հոգեբան է, вообще, այս սերիալ չի, էլի տենց։ Ես սպասելով մի մոտ ենդ ես մի բան ուրիշ բանի մասին ասեի, այդ короче որ դրանից առաջ խոսում էինք, բան Pink Floyd-ի The Wall-ը։ Այդ օրինակ շատ տակի օրինակ է, որտեղ ես լրիվ պատկերացնում եմ, որ ես AI-ին կարամ տենց պրոմպտերով համոզեմ ինձ մի հատ նենց սյուրռեալիստիկ մի հատ sense փսիխոդելիկ բան ստեղծի, ես իր տակը սունոյով մի հատ երաժշտություն կդնեմ ու ինքը այտենց առաջինը հայացքից դա շատ չի տարբերվի, հասկանում ես, բան The Wall-ից, բայց The Wall-ի այդ սախ իմաստը է դա, որ դու հասկանում ես, որ դու հիմա Waters-ի հիվանդ երևակայության մեջ ես գտնվում, այդ ռեալ մարդը, որը քո հետ քայլել է այս երկրով, բնականն ու բանը խառնում ոչ բան չի կարող այդ փոխարինել, որովհետև դու այդ մարդու երաժշտությունն ես լսել, ամենից ու մեկը դու այդ կինոն նայում ես ու դու ինքը չի կարող ուրիշ լինի, ջոգ, չի կարող ինքը պրոստը գեներացված լինի։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան նշեցի, որ Ալեն Պարկերը ռեժիսորը, որ ինձ ինտերվյու են վերցնում այդ փորձի մասին, The Wall-ի, ասում այդ կինոն իմ հետ կապ չունի, Waters-ն այն ծերներով նկարել։ Ու երբ որ դու նայում ես The Wall-ը, այնտեղ ոչ մի լիշնի կադր չկա, ոչ մի ֆոնում պրոստը մի բան կատարվում է, այն որ sense լծեք մի բանով, այդ էլ թե մանյակալնեստի ուրիշ level է Waters-ի մոտ։ Բայց երբ որ դու այսինքն պայտակ ինչ-որ բաներ որոշելու սյոմքի ընթացքում։ Չէ՞ դա ոչ մի հանգարցակի բան չկա։ Հակառակը, այսինքն, հա։ Ու հենց դրա պատճառով է, որ դու ամեն անգամ այդ նայում ես, ու դու սաղ այդ սլոյները տեսնում ես։ Դու տեսնում ես դաժե մի հատ առարգա կամ ես բաները Ռոդի Տոմի Ջերին էր քնում, մի հատ կադր կա, որտեղ ինքը տենց տեղաշորի մեջ բան եղած, էս կսկված, ու Տոմի Ջերին կերտը, ու տագը սուբտիտրը են ինչ որ դիալոգ կերտը։ Այդ դիալոգը կապ ունի իր սիտուացիայի հետ, ինքը կոնտրաստ է աշխատում կերպարին, то есть այնտեղ պայմանական, չգիտեմ, շատ երջանիկ ու հետև կյանքի մասին բան է, ու այդ կոնտրաստը, սաղ դետալները ստեղծում են այդ քո ощущениան, то есть сопереживаниан героя, то есть դու դեղ ես, այսպես տունելնի զրենյայով այդ աշխարհի մեջ ես։ Իսկ երբ որ ռանդոմ ինչ որ մի հատ բան լիներ, ասենք չգիտեմ, ֆոնին 76 թվականն է, ֆոնին բան են մոռացել։ Հիմա դե չգիտեմ, գիրք է էլի կամ ինչ որ բան է։ Այդ թվի ինչ որ բան։ Այդ սաղ подсознательный մագարտակի վրա քեզ այդ դա քիր է, շուտ բան է, հələ որ սովորում էի բանում կուրսերում, մի անգամ բան Ֆոգինը ինքը բան է, այդ Սվեցիդի ճուժի սվայխի ռեժիսորն է, ինքան դա դասեր տալի մի հատ ընկերոջից, գնացել է իրանց դասի, բան ընկերս բաներ նկարել, մի հատ էտյուդ էր։ Ինքը անիմատոր էր։ Չէ, կինո էր նկար։ Ու ընդ մի հատ կադր էր, որտեղ ցենց մարդը պարկած ու ինչ որ գրքեր են։ Ասում նա ես տեից տենում եմ, որ ընդ կամիո է դրած։ Կամիոն ոչ մի կապ չունի այս կինոյի հետ։ Բայց ես հիմա նստած մտածում եմ sorry կամիո հեղինակ փիլիսոփա կամիո գրող փիլիսոփա այդ նշանակում okay չի նշանակում մարդը
Մարդու մասին ես ասում։ Ես գիտեմ ռուսերենով բառ ասեցի, որ չգիտեմ։ Ոչ, վանա։ Կամոին նման է։ Վանա, ասում անդե Արամ Ավետից է դրած։ Ակմանեցի դերը։ Արամ Ավետից գիտես կապ չունի ոբշի։ Ասում բայց ես հիմա նստած մտածում եմ, էլի խես դու անդե Արամ Ավետից դրել։ Խես դու տես բաներ է, ասում ես միանգամից դուրս եմ ընկնում, էլի տիպը։ Ու չնայած այդ ֆոգինը շատ հարումները դուրս չէր գալի, բայց ես այդ պահը այսպես մնացել եմ մոտս միջև բանը վերջերս ամենասիրած դրա պրայվլիները դաժե Facebook-ում դրա մասին գրել էի Story Threads-ում որ բան է մեր production-ը որտեղ ես սցենարիստ եմ տիպ աշխատում դա ոչ աշխատում եմ իմ ընկերն են դա ոչ կինո ենք նկարում փորձում ենք հիմա վենետիկ ենք փորձում մտնենք բայց ոչ ինչ որ է անդե բանը քննարկում ենք մի հատ կինո ենք ուզում գրենք կարճամետրաժ որտեղ թատրոնում գործողություն լինում ու իրանք ինչ-որ բան են բեմականացնում ու ես հələ նոր եմ ընդ հայտնվել ու ասած ասում եմ բան խոսա էլի խոսա այս թեմայով հա ես նոր եմ ընդ հայտնվել հələ չգիտեմ էլի ինչքանով են էս իմ մարտիկ այդ բայց ես ասացա որ էս իմ մարտիկ են որտեվ ես ասում եմ նայեք շատ կարևոր է մենք ինչ ներկայացում ենք օգտագործելու որտեվ ներկայացումը սկսելու է ծորալ կինոյի մեջ նկատի ունենալով հենց այդ էլի որ տիպը մարդը նայելու է ինքն ներկայացում ատենալու այդ ներկայացումը պետք է կապ ունենա ֆիլմի հետ թե չէ խես դրա ու ես այդքան ասացի ծորալու է բան կինոյի մեջ ու ես նստած եմ մտածում բայց ես հիմա հասկանալի բան ասեցի ծորալիչ բան մեկ էս բանն ասած Կարեն Ծատուրյանն է մեր գլխավոր պրոդյուսերից տենց 1000 տարվա զուգավոր ինժեներա լեգենդար մարդ է ու ես այդ բանը ճակում եմ որ այս մարդուի հետ իմ մոտ հարազատությամբ որ ինքս նստած մտածում ինքը հասկացավ քեզ էլի ինչ ես ասում բայց նի պրոստա հասկացավ ինքս sense ասաց ասવા իսկ մենք Շեքսպիր կօգտագործենք որտեվ Շեքսպիրը չի ծորում Իքը քիչ իդեալը կացավ։ Նայ, խի, որտեվ Շեքսպիրը պրոստը հեղինակ չի, ինքը թատրոնի սիմվոլ է։ Ես դու օգտագործում ես Շեքսպիր, այն էլ ինչ որ Գամլետ խոսքի, դու միանգամից որտեվ էսի թատրոնի նմուշ է։ Ինքը ֆիլմ բան է, որ դու սկսեցիր պատմել ես պատմությունը, դե ես տեղյակ եմ թեթևես ամեն ինչից, որ դու բան խոսում ենք, ես միանգամից տուժը Հա, Շեքսպիրը մտածեցի։ Ոնց չէ, հա, այդ է ճակում ես խոսքի ինքը այդ բանը որս արա ինչ լավ կամպանիա մեջ որ հեշտ իրար հասկանում ենք էլի շատ ճիշտ է դու ունեք հենց Տարանտինոյի մոտ այդ вообще ամենաիդեալական բանն է то есть վերցնել արդեն smysl ունեցող վիզուալի background ունեցող կադրը դրանից ինֆորմացիա փոխանցել ապլիկացիան բանն էլ ոնց որ կդրել կպցնել այդ դրանով սյուժետ բանանել որտեվ մենք անկախներից չեմ խորացել ենք մտածել ենք չենք մտածել դրա մասին ունենք ասոցիացիաներ վիզուալների հետ կինոների հետ չգիտեմ եթե մի հատ էս բան կա չէ ասում եթե կինոյի մեջ մի հատ պերսոնաժ հազում է ու արունակալից всё ինքը 100% մեռնելու է ու այս վերջերս անընդհատ այդ բռնում եմ ինձ այդ մտքի վրա ու 99% դեպքերում օրինակ եթե ինչ-որ մեկը վերցնի այդ գեգը ու հագարագանի այդ ինքը կճարտի то есть ինքը կտանի սյուժետը ուրիշ ձև տենց եղել է արդեն այդ գեգը որ ինքը որ հազացելը չի մեռնում չէ որ տիպը բան է էլի որ այդ օգտագործել է որ տիպը հազացել է առնով ասել է սա մեռնելու եմ բան ասում են տիպը չէ օքեյ հիմա մի անգամ կյանքում տենց եղել է որ ես հազացել եմ առնով տիպը թոքերս մի բան էլի ու կամերա է չէ ման գալիս կողքեր որ ես նայում տիպը առնով ստացան всё տիպը պրծավ արա լավ է դա պարզեց որ դի մասադելի եթե բան է էլի թոքերդ քայքայված է կարա տենց ընդ մի վնասվի կինոյի մեջ է իրականում Ես կոֆինալը որի շալրիվ Ես Տոկապորբով էի հիվանդ վերջին անգամ Ուկրաինայում եմ հիվանդացել շատ ծանր պերիոդ էր իմ համար էլի 2 ամիս պարկած եմ եղել այն որ բան հիվանդանոցում ամեն օր սրսկումներ բան ու տենց հազում եմ տենց սիտուացիա էր որ սիգարետնա ձեռս ու ես գիտեմ այդ շատ վնաս է ինձ սենց ծխում եմ մեկ էլ հազում եմ նույն ձևի սենց արունա ինչ որ ու սենց այդ բանը որ կամերա եմ մանգալի հետը խոսեմ մարդ չկար կողս Այդ վերջի բանն է։ Հա, կար իրոք կար։ Օտիմիջի ստեղծում Ես գիտես ինչ եմ արել, միջև վերջ ծխել եմ այդ սիգարետը, որտեվ Պրինցիպից։ Հա, որտեվ նու ծխում։ Դե մեկը մեռնելու եմ։ Վերջինն է։ Հասկանում եմ, որ չէ, դե դժվար մեռնեմ, բայց դե որ արում, օքեյ։ Դա վարի մի քիչ բան անենք, էլի մի քիչ Թոնլաբից խոսանք, քանի տարի արդեն կա։ Թոնլաբին մի քիչ։ Թոնլաբը իշքան 3 տարի, 3-4։ Հա, Թումո ավելի շոտ է արդեն։ Թումոն ես փոքր երեխա էի որ։ Թումո չէ, Թոնլաբ։ Ոյ, հա, ես իմացա Թումոն ավելի շատ է։ Թոնլաբի հետ կապված ես շատ ինֆորմացիա չեմ կրնանատամ այս վերջի պերիոդ, որտեղ ես ինչ որ պայից բան եղա, switch եղա իմ նասուշնի կորզերից։
Կուզեմ թիվը հիշեմ, բայց իմ մոտ բանը 20 թվականից այս կողմ շատ պրոբլեմատիկ է, որ Սա sense press-ա եղել, չէ։ որ event-ը, որ իմ կյանքից ինչ որ բանը, որ թվականի հետ է կապված, էլի, sense absolutely մի տարի է։ Շատ Արի երկար։ բաներով, իվենտներով։ Արա բայց չոտքի բան Օրինակ ասի։ լովի իվենտները ոնց է անցնում Թոնլաբի հետ։ Լովի։ Ահա, ակնոստերով բոյով sense տղա։ Ես ճիշտ է դերքսեմ, այս վերջի Չէ, բանա, ասում վերջես չկա։ Բանա, Բանա, դասի, որտեվ ես առաջանքը որ Թոնլաբ եկա, իմ համար դες ինչեր եմ որ տիպը արա sense կարելի էր вообще որ sense լավ звук է, որ ինքը իդեալական կոնցերտնի պլաշատկա է Երևանի համար, որ տիպը ինքը ստադիոն չի, ինքը փոքր տեղ է համեմատաբար, ինքը ավելի մեծ է, քան թե բոլոր տեղերը, որտեղ ես դրանից առաջ նվագել եմ, բայց ինքը տես ստադիոնը չէ, էլի, որտեղ փոքր խումբը կարա լցնի զալը, որ ինքը այդքան հայտնի չի, բայց կարա լցնի զալը ու լավ իվենթ անի։ Ու իմ մոտ կայֆա, որ ես հասցրեցի բոլոր մի անգամ նվագեմ բան Թոլաբի բեմում, բաններ, դեղի համերգներ, այդ պատմությունը պատմեմ, որ այդ առաջ շարժարկել, շատ եմ սիրում այդ պատմությունը։ Կարոջի բաներ, դե ես արդեն ահագին վաղտա չէի նվագել ու այդ ժամանակ Էդոն Փեշմանջան ինձ կանչեց Carpet Jam-ի համար, ես իր հետ դե բաս նվագեմ, ու ես իմ ասացի բրո, դենց բանա, երազանքամս մի անգամ գոնե հետ գամ բեմ, էլի, տիպա էլի հենեմ բեմ։ Նոստալջիկ վիճակ։ Բան, երաշտական գործիքով էլի, որտեվ այդ լրիվ ուրիշ պատմություն այդ ստենդափի հետ ոչ մի կապ չունի։ Ու կոտը դրա մասին իմացավ, ու բան, դեղի համերներ գալի ինչ որ քանի տարիներ, ու բան, պայմանավորեցինք, որ մի երկ ես կնվագեմ, ու ես շատ անշնորհ ձևի խմել է այդ օրը արդեն, ու հելնում եմ դե բան իներինս չեն տալի որտեվ սխալ կլներ էլի այդ պայն 2 ժամ փոխվենք իներներով բան այն էլ չկար էլ որտեվ բասը Շուշանն է նվագում որը երգում է Ունես չի էլի հեշտ ճարվող բան է այդ դե ուզում ասեմ չկար էլի այդ բանը ինքը ինձ բասը տվեց տիպը որ ես նվագեմ ու սենց երգա որտեվ ես եմ սկսում вообще Տիպ ես սկսում եմ ցես բան օկտավա եմ նվագում ցես տա ես պետքա պահեմ այդ պուլսը ջողմես բաս գիտար ինքը ամենակարևոր ռիթմիկ գործիքն է բարաբանից կարևոր է ու ես մտնում ես խմած եմ ու դաժե երբ որ ես օյաղ եմ ես երբեք այդ ես լավ բասի ես լավ բասի չէ on time չեմ նվագել ու ես սկսում նվագել ու վատ եմ նվագում явно դա շուշանը տակից սկսում է երգել ու պրամ ես ջոգում եմ որ սաղի կյանքը հիմա փչացնում եմ որ դա բան ես ոչ բան չեմ լսում դա արդեն Այս բանը զվուկավիկը քեզ իջացնում է չէ՞ այնքան վատ է որ չնայած դա բարաբանը չպետք է մտա նարեկը բարաբաճկը սենց ֆռմա վրես ու խեթով սկսում է բանալ ինձ իշմար տալ տիպը մեկը ջոգում կոտոդից ֆռմա ասում է մի արա տիպը չես փրկելու դրանով ես իրա բանը գիտեմ չի օգնելու ապա այ կոտը բան մի քիչ որ շփվեցի հետո էդ է դզում որ ինքը բանը սենց ժիվոյ всё էսա ստացվել օքեյ так is դուս կայֆ որ ջոգել ես էդի որտեղ մենք կակրաս իր այդ խոսում ենք ու ինքը ասում է ես միշտ ներվայնանում եմ նրանից որ տիպը բանա ինքը այդ ռուսերեն էր ասում որ ասում է իգրать պետքա իգրա բառը մեջ ելնի պետքա մի խաղաս էլի թեթև նայես դրան էլի ինքը միշտ շատ այդ կայֆոն էր որ տիպը հա դե հիմա վատա գնացե բայց մենք կայֆավատ ենք անում էլի դրա համար ինքը հիմա ֆերվինդում նես տեղին է որ ֆերվինդը կարող է կայֆավատ լինի ստոպում նախանցած անգամ տոլի նախանցած անցած անգամ վակոնք որ համերգը տալիս էին ես նայում էի դե իհարկե տենց վակոն մի քիչ ավելի տենց երևացողներ տենց ֆռում էր երկում էր մարդկանց մոտ բայց կոտը այդ ինչ էր անում կայֆավատ էր այլ ոչ իմ բանա Թոնլաբը вообще ոնց ստեղծվեց իր իդեան որտեղից եկավ Նայեք, ես մի հատ նախաբան ասեմ, որ 100% արժե Արմենին Եդիգարյան կանչել, համ Թոնլաբի այդ իդեայից սկսած իրան եղե, մինչև Ռոզենթալ, ոչ արդեն 10 տարի ժողովրդի նվագում են, շատ հետաքրքիր հաստատ զրույց կեղնի։ Առաջ այսինքն ավելի տենց Ռոզենթալ խումբը, հա, 15 թվից։ Շատ լավ խումբ է, կստати, անպայման լսի։ Սենց մի հատ բան եմ հիշում, իհարկե Եդիգարյանի իշխոր կողմի մտքերը նկարինք ավելի լավ կասի, բայց ես սենց եմ իմ մոտ տպավորվել համել այդ պերիոդ էլեկտրոնների երաժշտությունը вообще Հայաստանում այդ կուլտուրան ռայտ բան ինչ որ մի մոմենտ հենց 18 թվականից շատ բարձր լեվելի վրա էր, չէ՞։ Սկսեց ահավոր ձևի բաներ, ոնց որ սաղ դրանով են զբաղվում։ Прям տեխնոդվիժները, հա, իվենթ շատ ուժեղ կլուբեր կային։ Չէ, հիմա արդեն այդքան չի։ Այն ժամանակ այդ բումը որ խոսքի չդեմ կենտրոնում 6-7 տեղ, տենց չեմ պոլիգրաֆ կար, այնտեղ Թեոֆիսը կար, մինչև այդ ֆերմատայից basement-ը։ Ահա դզում էր, հա, բայց անունը ինչ էր, հենց 18 թվին դեղել բան եղավ, ես հիշում եմ մի երկու հետո այդ հեղափոխությունից հետո գնացի գտե տժալու։ Այդ նույն տեղն էր 18+-ի կողքը։ Վարչաբենդը այդ թե հա։ Այսի միակ քաղաքական բանն էր մեջբերում։ Հա, շատ բարձր լեվելի էր։ Չկա, ոնց որ չեմ դարվալիս պայմանական
լիքը բաներ լինում ու դրա հետ զուգահեռ հենց ինստրումենտալ երաժշտության համար որ առաջ դեմ կալումներ, ստոպներ, այդ տեսակ տեղը իրենք երբեք մասնագիտացված վենյուներ չեն եղել։ 100%։ Իսկ կալումեն եղել է այնտեղ, որ ինքը մյուզիկի հետ կապված է եղել։ Լիքը մարդ ում որ դաժե գիտես, չեմ իրենց առաջի համերգն է կալում են տվել կամ առաջի համերգը ստոպ են տվել։ Ես կալումենը վագել եմ։ Ու իրանք եղել են այն եզակի դեպքերից որ ինձ կալում է թողել էին։ Կալումեն եղել եմ ես վերջերս, вообще տենց տեղ չէր հիմա Music Factory-ն հիշում ես, չէ՞։ Music Factory։ Չէ, այդ ես բաց եմ թողել։ Բաց ես թողել։ Ես Դեթրոյթն եմ հիշում։ Հա, Այդ էլ դու չես հիշի, որտեղ դու տասակություն ես եկել։ Չէ, ես չեմ հիշի։ Ոչ, մեծ սա հարտակներ իրանք փաբեր էին, բարեր էին, որտեղ կար բեմ, որտեղ իվենտներ էր ու համերգներ։ Իրականում չկար հենց այդ համերգային պլաշատկա չկար music venue ու իր գլխավոր ու միակ տարբերվող բանը ասես եթե music-ը վերցնում ենք music-ի որ մասն է ինքը ինստրումենտալ երաժշտության համար տեղ է на самом деле ես հիմա հասկացա որ շատ որ մենք նոր ենք սկսում կար այդ ժուրնալիստների տան տակներ այդ բացատրեն ինքը ռոք կլուբը չէր ընդ ժուրնալիստներ որտեղ hard rock կաֆեն է ընդ է եղել է առաջին ռոք կլուբը հայկական լեգենդար տեղ էր այդտեղից է hard rock-ը բայց բանը Չեն վիտամինի բանը չէ։ Վիտամինի հաշենքն է, էլի, չէ՞։ Այդ ժուրնալիստների տան բանն է։ Իրականում ինքը որպես տարածք շատ լավն է։ Ու ընդ այդ ժամանակ բան էր։ Ժամանակաժամանակ ընդ ես հիշում եմ Reincarnation-ներ համերգ տալի, բան այդպես մեծ խմբեր, ժամանակաժամանակ ընդ չէ, ընդ լավ կաղավորված բեմ էր, էլի, բայց հետո դա էլ կորավ։ Շատ շուշուտ լինում է ընդ։ Hard rock-ը իզուր չի որ ընդեղ են դարձել, էլի, որտեղ ինքը տենց պատմությունով տեղ է։ Հա, ոչ, կներ շարունակել։ Հա, ու այդ հարտակը ու սես մի հատ խնդիր կար, չեմ ես տեղեկին 15 թվից գիտեմ, մինչև այդ չեմ էլ լիքը երաժշտինգերներ ունիմ ու այդ վերջնի խնդրեմը, երբ որ դու կերտես ինչ որ տեղ, ինչ որ մեկից դինամիկը վերցնես, ինչ որ մեկը ինչ բերում ես, ամեն մի համերգը մի հատ sense 10-ով կա է, այն որ sense ծանոթով բանով հավաքվում է ինչ որ մի տեղ, ես ինչը չաշխատավ լարը, կեսից այսպես մի հատ աժատաժ է, ու ամեն մի համերգը ճոգեմ գմարտը, չեմ առաջի փորձերն է կամ մի տարի են նվագում ու անընդհատ պայքարում է, այսինքն շատ տրիվիալ, շատ մինիմալ բաների համար հետո, հա։ Ուտակում թոնլաբում ստացվավ այդ բազովի բանը, չգիտեմ, լավ որակով պուլտ ստացվավ բանենել, sound system-ան, պայքարը ահագին աշխատա։ Պայքարը վերջն։ Այ Լուիսի պահով ես կարամ լիքը բան ասեմ, որովհետև կոնկրետ իմ մասը, որ ես փակում էի, այդ Լուիսն էր։ Իսկ ինչ Լուիսը նկատի ունես։ Բեմական Լուիս։ Բեմական Լուիս է։ Էլի իմ կարծիքով абսուրդ կայֆ է։ Եղել, հա, ես ոնց որ սկզբից շրջանում ես բան արեցի։ Դավայ մի քիչ պատմի դրա մասին։ Ու այդ էլ իմ կողմից բան կար, ես այսօր էլի խոսացինք, այդ իմ հայտնի իմ կյանքում մի DVD-ն որտեղ որ Pulse-ը կար, The Hollywood Queen-ը, երբ այս Pulse-ի համերգ առաջ անգամ տեսա Floyd-ի, ու ոնց են իրանք այդ լույսով էր այդ թռնող սամալյոտը, որը տրակում է, այդ ասենք իմ մոտ բան եղավ, ասենք մինչև հիմա փշակաղվում եմ, ես այդ հիշելուց ինձ են ժամանակ, ու մինչև հիմա նայում եմ, ախպերս ֆենոմենալ բան է։ Դու տարածք ես ստեղծում։ Երբ որ տեսնում ես ինչ որ մի հատ համերգ մի հատ լամպոչկա է վառած, դու դեռ կգնաս Բարդովսկի երգեր քես, որտեղ այդ լուսավորությունը դու չես գնա էմոցիան փոխանցես, երբ որ մի հատ մեծ լամպոչկա շինարարական։ Շոգիր կամ որովհետև դու ինչ զգայաններ ունես, չգիտեմ, 5 զգայան ունես, ամեն մի կանալդ քեզ տալիս է X ощущение։ Ու երբ որ դու խոսքի չեմ վատ զվուկով ու շատ լավ բան ես նայում, պատկերով error է տալիս։ Հագարակը, օքեյ, ասում են լույսը էական չէ, բան, բայց երբ որ լույսն էլ ես ավելացնում դրան եւ այլն, դառնում է արդեն full packet։ Ու այդ էլ է ինչ-որ շատ ոգևորիչ է ժամանակ, որ բնականից հնարավորություն կա, տարածք կա, որտեղ դու կես էքսպերիմենտներ ես։ Այս լույսը ստեղեն ես, քելեք այս բանեն են, քելեք այսպես վիճակերն են։ Այնքան պետքա լույսը լավ լինի, որ ես նկատեմ, որ ես ինչ որ абսուրդ կայֆ վիճակ է ստեղծում։ Այստեղի բանը դու խաղում էիր, բանը դիմ մաշինայով տենց հետը, հա, ընդհանուր տենց ինչ որ բաներ տեղափոխել ստեղից ընդեղ տալ, ընդեղից ընդեղ։ Այդ պարտադիր էր, ու իմ մոտ քանի որ բաներ, ես հիմնականում իմ տեղեկի համերգներին երևի չգիտեմ, մի 4-5 հատ համերգ եմ բաց թողել, սաղ ընթացքում։ Երկերը անգիր գիտեմ։ Լուիսը այդ համերգները որ բաց թողել։ Չէ, լույսը իրենց երաժշտությունը խոսքի sense մոլեկուլար մագարտակով գիտեմ, ծանոթ եմ։ Ու այդ ժամանակ ես որ մի քանի հատ preset կար, բայց ես միշտ բան եմ, live head-ները բանը մերը։ Ու այդ principle-ը ես քիշեմ շատ շուտ
նոր YouTube-ի բանանում մեշուգախ մեշուգայ լսում ինչ որ մի sense էպիզոդ ռուսերեն թարգմանված բան եղավ իրանց Սվիտավիգի մասին, որը նույն ձևի բան է անում, ասենք Պոչկի հետ նվագում է լույսով։ Вообще Այդ տրամփադի ժամանակ։ Ես չգիտեմ դու տենց բաներ անում ես։ Արա ինչ հետաքրքիր է այդ բա։ Ապա Բանա դու Բոբերնոմի համերգներն արես։ Ջան։ Короче, Բոբերնոմը ինքը ստենդափ կոմիկ է, բայց ինքը երաժշտական ստենդափ կոմիկ է, բայց ինքը ասել շատ ավելի շատ է։ Ինքը մի քանի համերգ ունի ու իր վերջինը Inside-ը ինքը իր մի հատ այդ առանձին շատ խորհուրդ եմ տալ, ինքը շատ կայֆ ստեղծագործություն է, դրանից առաջ ինքը մի հատ make-up-ի համերգ էր թողարկել, որտեղ ինքը մի հատ զվուկավիկ էր գթե, մի հատ սվետավիկ։ Իրանք իրեքով նենց շոու են կազմակերպել, որը այդ լույսի ու ձենի այդ միասին նոր ստենդափ համերգի մեջ։ Ու ես բան է էլի, տենց էշացած է, որ տիպը տենց մարդիկ կան, հիմա ժողովուրդը դեռ չգիտի, որ դու տենց բաներով զբաղվում ես։ Չէ, հենց թատրոնից որ նայում ես, ինքն ներկայացման ես գնում, հələ պատկերացը մի հատ լամպոչկա է կախած։ Կարում ես նայես, բայց ներկայացում մի քիչ բան չի, չես նեղվում այդ լույսերից բանից, որ մեկ-մեկ լավ չեն դրած լինում։ Լսի, չի միանում մեջիդ բզիկները, էլի, ես ինչ եք այդ մասնագիտական բանով, չէ։ Իրականում մոդես բան չկա, որ ես ասեմ Դե ուրեմն ticket system.am-ով կառնես տոմս։ Ես արդեն բան եմ անում, էլի, համը հանում եմ։ Բուլինգով գովազ դառնում, տեսել եք դες բանը։ Դե ուրեմն Ուրեմն լսից թե Այս շատ հարազատ թեմա է ինձ, էլի, ես լույսի բեմի լույս դնելու ու բան։ Շատ ասիրում, հա, լույսի հետ։ Ես 0-ից հավաքել եմ դիմ մաշինա պրոստը։ Պատվիրել եմ այն ժամանակ Wildberries չէր, դե Prom.ua էր, Ուկրաինայում, կարող է հիշես այդ սայթը։ Պատվիրել եմ դետալները, սաղ ինչ որ ինձ պետք էր։ Մի 1500 գրիվին ծախսել եմ, ստացել եմ եկա դիլնի դիմ մաշինա, որ ես իմ հավաքածնա։ Օգտագործել եմ 3 անգամ ու всё, ու եկել եմ Հայաստան ու նո տիպը մնացել է այնտեղ, բայց մենակ այդ միտքը, որ ես չեմ տվել թազա առել, այլ իմ սարքածներ ու տիպը այնտեղ լրիվ դետալ Ապա այնքան բաներից է խելք։ Էդի տունը հիմա մի 5 հատ պայալնիկ ունեմ, որ հետս 3 հատը բերել եմ Ուկրաինայից, բան, սենց բստրում եմ մեկ-մեկ էլի։ Հեսա բանս, չէ, միադել է սարքելը։ Ну, չէ, էլ չեմ սարքի, արդեն այն ժամանակ հոբի ունեի, բան, հիմա կառնեմ արդեն, որ պետք լինի սենց։ Ես բաներ, իմ համար ես հիշում եմ, որ ես առաջի անգամ որ եկա Թոնլաբ համերգի, այդպես բացի այդ վրայից որ ես վաշե շացա որ սենց վիճակ կա, մի հատ էլ պահ կար, որ ես ինձ երկար ընկերներս ինչ հետ եմ եկել 20 թվից, հետո էլի որ արդեն ժամանակա եկավ, ինչ որ ռեյվերի են տանում, ինչ որ այդ բանը, ես հիշում եմ որ вообще նոր է եկել, բան պոլիգրաֆ տարան, բան սենց ես ինձ ամեն տեղ չէր դզում, ես ստացվում եմ դե всё էլի իմ տարիքը անցել է, այդպես չէր massive event-ի գնալ բան, ու ես եկա Թոնլաբ, ու ես հիշում եմ այդ ատմոսֆերայի մեջ, որ ես պրոստը տենց գնացի прям առաջի շարք այդ դեղի համերգին ու պրոստը տենց ինքնամոռաց, տենց լրիվ տենց սաղ էմոցիաները տենց հանել էի, прям մետալ որ բան երկերը գիտես գորալը բանը, տենց վերջի պրոստը ինձ էդ էր պետք, ինձ պետք է ինչ-որ համերգային պլաշ կա, հայ ես շատ եմ սիրում գնամ Ուլիխանյան, բայց դու ընդ էմոցիաներ, ուրիշ էմոցիաներ ես զգում էլի, դու այդ ինչ-որ տենց ներսից կուտակվածը չես կարող թողես էլի։ Դու մտնում ես քո 5 զգայաններով, ինչ որ մի հատ տարածք, որտեղ կան տրիգերներ, չեմ լույսային, վիզուալ, հոդային, տակտիլնի, չեմ, այդ սաղ X ձևի աշխատում է։ Դու որպես ընդունող կողմ ունես այդ սաղ գործիքները, մոտավորապես կաբերը հասկանում ես, որը ոնց է աշխատում, ու քո ձեռն է ստեղծել այդ միջավայրը, որտեղ մարդ իրան X ձև է։ Այդ 100%-անոց մանիպուլյացիա է, ոնց որ լուբոյ քո բանի վրա։ Բայց այդ մանիպուլյացիան, այդ մանիպուլյացիան, то есть քո նպատակը որն է, երբ որ դու չեմ երաժշտություն ես գրում, լսում ես այդ մանիպուլյացիա, то есть ինչ որ X բան քեզ շարժում է ինչ որ X ձևի։ Ու երբ որ դու այդ գործիքները ունես, դու սկսում ես բան անել, արդեն ոչ թե որպես համերգ նայել, այ այդ միջավայրում մարդը ոնց է իրան զգալու։ Ասենք պայմանական մի հատ բան կար, չգիտեմ լսել եք թե չէ, այդ Բարսեղեն հայկներ դրանով զբաղվում, անիգիլացիա։ Անիգիլացիա։ Հա, անիգիլացիայի իվենտներ էր, 3-4 հոկանոց իվենտ է, որտեղ քեզ տանում էին X տեղ, ու դու ապրում ես շատ տարօրինակ աշխարհի կյանքում երբևիցե չկրկնվող մի հատ բան։ Ասենք չեմ Սարի գագատին կամ այդ մետրոյի տունելի մեջ կամ մթության մեջ ապրում էր։ Չէ, դու այդ իվենտին գնում ես, հա։ Ու այդ ժամանակ ես քիշեմ որ Հայկո հետ խոսայինք, то есть մինչև բանը, դաժե որ դու դրան մուտքը
ասենք կարճ ես անում, որ մարդը պետք է այս Կներես sense էլի մտնի։ Բարսեղյան հայկը սոս պրոյեկտի Բարսեղյան հայկի մասին ես։ Օ ինքը դե կայֆ չուվական են, սա ինքը Կստати, Հիմա էլ է, չէ՞, հələ չեմ տեսնում Տերմոդիրան, բայց մենք սիրով հա կհրավիրենք։ հա ինքը շատ հետաքրքիր։ Ինքը ինչ էր ասում, որ Գրել եմ չի պատասխանել Ես բարեխոսեմ։ ու ինչ էր որ պետք է ասես կրանայր Չէ, մտնել։ պայմանական, որպես միջոց նայ դու տուրը փոքր ես անում։ Երբ որ դու մտնում ես կրանալով այդ տրան մեջ, անկախ ամեն ինչից կոմոդ աշենյա է ստեղծվում, որ դու մտես հակում տեղ։ Դու արդեն պերեպրաշիվկա եղար։ Ու նույնը ներկայացումը, նույնը դու ինչ-որ մի տեղ որ գնում ես, դու որ ստատուսում ես հայտնվում։ Դու գործող անձ ես դեղ, թե դու նաբլյուդացել ես։ Մենք ուրեմն ընկերներով մի հատ տեղ ունեինք, որտեղ մենք շատ էինք հավաքվում, ինքը բան Մատեանդրանի հետևներ կա, դու գիտես այդ տեղը։ Այն որ ասեցիր մի հատ պատ կար, ծակ կար, մտնում էինք այդտեղի, հետես։ Կարոջ ասած մի հատ տեղ էր, ինքը Մատեանդրանի հետևն էր, ինքը sense բան այդ որ բաննա, սերպանտիննա, իր տակս կլոննա, այդ կլոնի վրա sense մի հատ փոքր sense պլատո կար, որտեղ sense 8 հատ քար էր դրած, բան sense կաստրի շեր, նստում էինք, բան հավաքվում էինք բան ընկերներով ու շատ էինք սիրում, տենց երբ որ նոր մարդ էր մեր կամպանիայում հավաքում, sense իրան ներկայացնենք որ դա շատ միստիկ տեղ է ինքը ու այնտեղ գնալու մի քանի ձև կար ու այդ մի քանի ձևերից ամենապրիմիտիվը դու պրոստը sense Մատեանդրանի կողքով գնում էիր, այնտեղ մի քիչ սարի վրա հելնում էր, հասնում էր այնտեղ, բայց կար մի հատ ուրիշ ճանապարհ, որ դու պոլիտեխնիկի մեջով պետք է անցնեիր ու եթե գիշեր էր, այնտեղ մի հատ տեղ պետք է զաբորի վերևով հելնեիր, sense մի տեղ պետք է արագ վազեր ու ախրանան չլներ։ Պլացի բանալին բերելն է, էլի։ Մենք հատուկ մարդկանց այդ ճանապարհով էինք բերում, որ իրաց մոտ դες տպավորություն ստացի, որ դες չես կարա հասնես, էլի, չէ՞ երկու հատ ավելի հեշտ ճանապարհ կար, բայց մենք ամենադժվարով էինք տանում։ Հա։ Ու այդ ես դաժե եթե ավելի արմադային գլոբալ նոր կնես, լուբոյ արվեստի կորձին ինքը իտոգում էդա ինքը քեզ տանում է ճանապարհով ինչ որ մի հատ տեղ որտեղ դու զգում ես ինչ որ բաներ կամ բացահայտում ես չգիտեմ ես դրա մասին դա թրեզում մի հատ post եմ գրել որ իմ գրելը իմ համար մաքուր մանիպուլյացիա է ուրիշ բան չկա իր մեջ դու քեզ բայց մանիպուլյացիա անում չէ ես հասկանում եմ ես ինչ եմ անում որ մարդիկ կարդան դու քեզ չես մանիպուլյացիա անում ուրիշներին մանիպուլյացիա անելով չգիտեմ հերթական անգամ դու նորից գրում ես որ մանիպուլյացիա անես ուրիշներին դու քեզ մանիպուլյացիա անելով բայց ես հասկանում եմ որ օրինակ հա եթե շատ պրիմիտիվ բան ինքը պետք է սիմուլյացիա է նո հա շատ պրիմիտիվ բան ասեմ ես օրինակ շատ սիրում եմ կարճ նախադասություններով գրեմ պրիմիտիվ բան ասես չէ ես ասեմ այդ բան մանիպուլյացիաներից ամենապրիմիտիվը հա ես սիրում եմ կարճ նախադասություններով գրեմ այդ շատ վաղուց մեջս մտած պրիվիչկա որտեղ ինքը լիքը բան հեշտացնում է երկար նախադասության մեջ շատ դժվար է ուշադրությունը բառերը հանում ես հա ուշադրությունն է դժվար պայել մարդու երկար նախադասությունով մի քիչ խճճվում է եթե դու կարող ես վերջակետ դնես ավելի լավ ստորակետ չդնես ոնց կարճ ու ինքը ռիթմիկա է սկսում մեջը հայտնվել հետո եթե քեզ պետքա մարդու ուշադրությունը շատ ուժեղ գրավել ինչ որ բանի դու մի հատ երկար նախադասություն ես գրում ու ինքը ջոգում է որ սա ռիթմը ջարդվել է ջոգում ես հենց կասած են մանիպուլյացիան է, то есть դու տանում ես X ճանապարհով, նայես քո խնդիրը որն է։ Կան միջոցներ, մենք կարևոր բան կա ստե։ Հա։ Մեծ բան կար, այդ հիշեցի այդ կասես կարճ բաներով, Backpacker-ը մի հատ բան ուներ, несколько рассказов по тексту-зи, sense շատ կարճ рассказներ էր։ Ֆրանկովի հեղինակն է։ Ու մի հատ կար բանի մասին էր, ну ինքը տարբեր դες արգելված միք փորձեք, այս ոդքասթը միշտ երազել եմ ասել, միք փորձեք, այդպես պետք չի, արգելված վիշիսվոները, ստացիաները։ Մեկ փորձեք արգելված գրականություն։ Սա այդ կարճ рассказը մի 5-6 էջանոց рассказը է, սա հարցական նախադասություններ էր։ Абսոլютно սկզբից մինչև վերջ ու բանից գլխավոր հերոսի անունից, հա point of view-ից, հա։ Բայց նենց որ դու քեզ ես հարց տալիս էլի կարդալուց։ Դու հայտնվում ես իր շկուրայի մեջ, դու չգիտես որտեղ ես հայտնվել, գլխավոր հերոսն է չգիտի որտեղ է հայտնվել։ Ինքը այդ բանից հետո, երբ Սաստանյան փոխվել է, իրեն սկսում է հարցերը տալ։ Էս ինչա, որտեղ է, բան, բայց ինչ հիշում է, ու սախ ու պավիստվավանյա, շատ հետաքրքիր։ բացահայտվում է իր տեսանկյունից ու դու էլ չգիտես ինքը որտեղ ինքն է չգիտի ու դες շատ ուժեղ։ Как раз таки իստում ավելի բան է։ Այդ զուտ որպես բան։ Այդ որտեղ եթե չտրեզվի չկարտես իմ չգրով ավելի էս բանան։ Ես մի քանի հատ հարց ունեմ, աշկներս էլի, մի քիչ բաներ կա տոնլաբի հետ կապված։ Սուսմնը խոսամ ապա։ Ոնց ես։
Թոնլաբի։ Ոնց է թոնլաբի հետ կապված։ 1, էսի 1, մնաց 3 Շատ լավ է վերջերս։ Ոյ, կներես, ասա։ Հա, չէ, ուզում այդ ոնց է, եթե թոնլաբի հետ կապված է, այս վերջերս как раз ոնց որ նու ահագին բան է լինում այդ սիստեմատիկ իվենտները, հա։ Դες որ դեպի լավն է գնում։ Բայց բանը լուրջ հիմա մի քանի հարց։ Տոնլաբում եթե արտիստներ օրինակ, հա, ինչ որ ուզում են իվենտ կազմակերպեն, երգեն, տոմս վաճառեն ու գան իվենտ տնեն ձեր մոտ, այդ ոնց է вообще արվում։ Ինչ պետք է Այդ երևի հասկանում եմ, պետք է գրեք, գրեն ձեր էջին, բայց մի քիչ ավելի տենց մանրամասն։ Ես արտիստ եմ, խոսքի ուզում եմ բան երգեմ։ էլի Եդիգարեն Արմենի հետ հարցել այս պայթյուրությամբ։ Ես ինչքան որ տեղյակ եմ, այս պայն կա այդ երկու ֆունկցիա, կամ ToneLab-ն է հոստանում քեզ, կամ դու սուբարենդը վերցնում ես տարածքը, ToneLab-ը կապ չունի դեռ ոչ մի բանի հետ, հա։ Դեռ չեմ կարաս սադա ներգան DJ։ Okay, երկրորդ հարցը էլի տենց օրինակ բանը Ուլիխանյան ակումբը գիտեմ, լիքը տենց դաժե աշխխորհուրդ է տվել, որ ախպերս գնանդ է, գնացել եմ 2 անգամ կարծեմ։ Ապա գնացել է սենյակը վերցրել Հայկը, որ բարաբան նվագի, տենց 2 րոպե նվագելա, ջոգելա չէ, չեմ ուզում։ Ինքը սաղ կյանքը մտածել է, որ բարաբանշի կա դառնալու, էլի, если что։ Ու հիմա էս բանն է հետաքրքիր։ ToneLab-ում вообще կա տենց հնարավորություն, որ մարդիկ կարան գան։ Վարձատեղ որպես։ Հա, էլի վարձեն ու ինչ որ տենց փորձեր անեն, կամ չգիտեմ, համերգից առաջ ուրիշ երկրում խոսքի համերգ պետքա տան, կամ սկսնակ ինչ որ երաժիշտ են բան։ То есть պայմանավորվել որ կոնֆիգուրացիա ինչ կորզիկա կազմել պետք է վարեն, որպես փորձատեղ։ Որպես դասեր, գիտեմ որ Արմենն ու Նարեկն էլ, Նարեկը պարաբան, Արմենը գիտար, այդ անհատական դասերը կան, հա, իրենց կողմից։ Բայց տարբեր տեղեր էր, չէ՞, ToneLab-ը ու ToneLab հենց ինչ էր կոչվում, music ինչ որ դպրոց կար։ Հա, Schooler։ No, այդ school-ը այս պայթրությամբ ինքը բան էր, իր արմատի մեջ կար մի քանի հատ կրուպնի բան, որ պետք է հենց ինստումը զարգանա, որովհետև առաջի դժվար պայմանը այդ Հայաստանի պայմանում իրականության մեջ պահել պրոստը ֆինանսապես ինժեներներ, որը հասկանում ես իր սախ պարտությունները եւ այլն այդ մանիզացիայի այդ դպրոցի գաղափարներ, այդ փորձատեղի գաղափարներ, music venue-ի վերջում այդ սախ իրար объединяющий բանը label-ն է, որը չեմ կարա շատ ցես բան էլի, այդ roadmap-ը վերցած, գալիս է սովորում ես գիտար, գտնում ես այդ բարաբանշիկին, որը Նարեկի հետ է բանանում, փորձատեղի էկոսիստեմա էլի առանձին, համերգ ես տալիս, ձայնագրվում ես ու ահավոր ծևի, չեմ կայֆ իմ համար բան է, вообще հնարավորությունը, երբ այդ տեղը կա ու կոնկրետ ToneLab-ի ժամանակ մի քանի խումբ հենց տեղում ձևավորվել։ Օ, կայֆ։ Ու այդ որ Եդիգարին հետ խոսենք, այդ չեմ իր համար լիմել ամենա այդպես լավ բաներից է։ Ես բազին այսօր ես հնարավորություն ունեմ գալ համերգ լսելու։ Նաև մարդիկ, որոնք որ առաջ այդ պրոստը պլաշատկեն չունեին, հիմա այդ պլաշատկի արդյունքում մի քանի հատ խումբ կա, որոնք որ այդտեղ ծանոթանալով հանդիպելով համ խումբ ունենալուն, համ մյուզիկի հետ ծանոթանալու։ Դա շատ կարևոր է, որ բան է, էլի, պլաշատկը որ զարգացնում է կապ չունի ինչ երաժշտությունը։ Դա մի հատ շատ կարևոր պահ կա, էլի, որ տիպը էսի ստեղծվել է երաժիշտների կողմից, երաժիշտների համար։ Ու բոլոր տենց պրոյեկտները յուրահատուկ են։ Խոսքի Ուլիխանյանն էլ է դրա այդ է իր կայֆը, որ այդ երաժիշտների կողմից է ստեղծված ու ինքը երաժիշտների համար է։ Երբ որ մարդը ուղղակի շատ սիրում է երաժշտություն ու ուզում է անի, ինքը լիքը սխալներ կարող անի։ Նոմանտ եթե ինքը մի քիչ տենց խասյաթ ունի, որ ոչ մեկին չլսի, բան, պրոստը ինքը գիտի ինքն ամենալավը։ Դու որ քո ջայր վախտերից ես պատմում, ոնց ես դու արել մյուզիկը, այդ լիքը սխալներ կան, էլի, իսկ երբ որ բան արդեն փորձված երաժիշտները, որոնք այդ սաղ այդ ամեն ինչի մեջով անցել են, էլի Ռոզենտալն էլ հաստատ ինչքան է փորձատեղեր, մանեկե, ստենդ, որտեղ համերգ տա։ Խնդիրը հենց այդ էր։ Իսկ շեմ մի քանի տենց փորձատեղ կար, դաժե մի հատ հորիտ անունը մոռացա Երևանի։ Ոչմ եսին որտեղ է այդ փորձատեղը, ինչ-որ մի հատ քարից շենք էր, որտեղ որ խոսքի սաղ ինչ կարար ծորում էր ու փչացած էր, պլոյ դա հետո։ Դա ինչ-որ Երևանում էլի, հա։ Բան այդ բանը մոռացա։ Լավ, նես չի։ Մալականների այգու ներքևը չէր։ Ոսկե նավթին տեղը որտեղ որ եղել եք։ Բայց դա չէ, դա նորմալ տեղ է, կստացի։
քանի իտերացիա ունեցել է։ Հա։ Մենք մեր առաջի մեր տունն եք եղել։ մեր առաջի փորձատեղը բանը։ Բանը սա այդ մալականն է մոտես։ Չէ, մուսալերն նկատի։ Մեր առաջի փորձատեղը բան էր, որ մենք գտել էինք խուլու համրերի դպրոցի պատվալում էր։ Իդեալական Ապա փորձատեղ։ մեկ էլ բանն է ինձ դզել ձեր փորձատեղերից գարաժը։ Գարաժը, հա, այդ բան Մարեկի գարաժն էր բանի։ Լամպոչկով գարաժ, որ տաքն է լավ։ Երզնկյանի վրա, բան, տես մի հատ գարաժ ուներ փոքր, որտեղ գալիս էր փորձեր։ Так, ես երկու հատ հարցնում եմ։ Կանազներ փորձատեղ լեգենդար, որտեղ մի խմբերը։ Բան չի։ Զեյթուն, որը վարվել է այս վերջերս։ Այդ էր տենց լեգենդար Բայց փորձատեղ։ ինքը կանազ ես միշտ գիտեմ որպես հոսպիտալ էլի։ Չէ, բանը մշակույթի տունը Հա, կանազի։ մշակույթի տուն կան։ Զեյթունում, այդ վարվեց, մեծ սիրուն ճիշտ է, շենքա, հա։ ինքը վարվեց վերջերս, ընդ Անցած տարի փորձատեղ էր, էր, բայց դա սաղ բլած էր, ասես մտնում է սաղ Հա, ջարդած է, հա։ մի հատ փորձատեղ է փոքր։ Մի հատ էլ կար Սլավյանսկի ներքևը, Այդ մի հատ քիչ ոնց չեք դպրոցում։ եկել բան, այս Սախրվի հրապարակի մոտ, արտ կվարտալի կողմերը։ Խի չեք եկել։ Ես մի անգամից մտածեցի։ Անդե կան հիմա փորձատեղեր, կստաճ։ Չէ, հենց Թոնլաբը էլի։ Հարուտը ուներ բան սենյակ փորձատեղ, փորձատեղ չէ, Սիտակոմ արվեստանոց էր։ Вообще դե այն վախտերով Կարեցա գտնեմ այս վերջի Էսի, այստեղ, այն վախտերով абսուրդ էր, պրոստը ջոմես դու փորձատեղ ասենք թե տարածքը գտար, բայց տեխնիկան։Աբրիս հենց այդ է Հիմա ասում, որ հակառակն է տեխնիկա։ Դաժե կալոնկա չէ, պուլտ լինի դրած, որ դու կպնես ընդե Նայեք, պրոստը։ այստեղ ասես մի հատ մոմենտ կա։ Դու ունիս փորձատեղ, չեմ կոմբի գունիս եւ այլն, նստիկ իր այդ երկը մշակեք, կնվագեք, սաղ process-ներով կանցնիկ եւ այլն, կուկա համերգի օրը, դու կմիանաս այդ համերգի ապարուդվնյային։ Որը լրիվ ուրիշ է։ Եկել դու вообще ոչ նվագել գիտես, ոչ ինչ որ բանը, ոչ պեդալները դες ճոգում ինչ ֆոն настройка տաս, այնտեղ սենք Դու քեզ չես լսում, որովհետև մոնիտոր չկա դրած, որովհետև պետք է այդ կուլտուրան մոնիտորը կամ իները։ Ես քիշեմ այդ առաջի անգամ Հարութի հետ խոսայինք, որ արդեն չեմ հիշում 5-6-7 տարի առաջ էր, առաջի անգամ ես բանով նաուշնիկով որ ինձ լսեցի նվագելուց, սարսափի մեջ է, որտեվ բարձում է նվագել ոսկի չգիտեմ, որտեվ նենց է զգում բնական անգաժի մեջ քո նվագելը ուրիշի բանը։ Բայց իմ համար գիտես հակառակն է։ աշուշենյա Ես իներով ես կյանքում չեմ նվագել, բայց օրինակ տունը, եթե ես նաուշնիկ եմ դնում նվագում եմ, ես այդքան չեմ զգում սխալներս, ինչքան եթե ես բարձր եմ միացնում, ինչ լրիվ ուրիշ է։ Բայց դու որ դնում ես նաուշնիկը նվագելը լսում ես նաուշնիկի մեջ։ Որ դու դնում ես նաուշնիկը նվագելը հենց լսում ես նաուշնիկի մեջ։ Այարք է, բան չի ամառում դնում։ Դե Չէ, գիտես որն է, դա կարևոր է էլի։ բանը լարոր լադինք կբլի, մադիտ այդ սվոց եւ այլն, երբ որ դու մանրամասն լսես, ինչա դուրս գալիս դերից։ Դու ասում ես touch-իդ վրա աշխատել։ То есть просто քեզ զարգացնում է որպես ավելի գրագետ դեր։ Դասի իսկ բանա։ Չես թողում էլի հարցերս վերջացնեմ։ Ասա, կներես, իսկական։ Կներես Աշոտին, հա։ Բրատ, ոնց ես ասի։ Լավ, վնաս ես լսում, տենց։ Նա ինչքան ձգեց Ես բանը ֆրովեր ոնց է, դες վնաս ես լսում, հա։ Հա դեմից չէի նկատել, որ վնաս է գրել։ Այս հա Պասկալկենը։ Ինչ է միտքը։ Երկրպագում ես։ Այո, ինձ ես վնասին շատ սիրում եմ, այո։ Բոլորի ախպոր դզեց։ Ինչ երկեր ես ավելի շատ։ Ես բան չեմ անի, հիմա կոնկրետ երկի կամ կոնկրետ բանի, որտեղ ես քիշեմ այս մայքեն вообще, դեպս մի 5 Այսի սյոմքի գնալու մայկա է ավելի շատ։ Ես այդ հատուկ հակա ես։ Շատ լավ ես արել։ Մեր ամենալեգենդար վիպուսկին Պասխալկա։ Ես անընդհատ սպասում եի վնասով podcast-ին, որ մի հատ լսեմ այդ մարդուն, բացի իր երաժշտությունից ոնց է։ Մի հատ կար հենց ինտերվյուն, որից բան չհասկացա, ասենց ով էր նկարում այդ բանը։ Թոնլաբում որ նկարահանվել է այդ ամեն ինչը։ Արնելան։ Հիմա կարծիքներ, լավ է չեմ ասում ոչ հիմա։ Այդ արդեն սա խոսացել է։ Նայեք մեր ոդկասթը վնասի հետ եւ իհարկե այս ոդկասթն էլ նայեք ու տես կոմենտներ հա, ստեղ շատ կայֆ խոսակցություններ եւ այլն բաներ, իսկ վնասին որպես կուլտուրնի երևույթ։ Ես միշտ ինձ հայկական рэպը ու ապրասակ рэպը ես տես հերո եմ ինձ բանարը, միակ պատճառը որ իր մեջ կա չերեշչուր պաֆոս։ Կամ դաստիարակչական, կամ հագարակը sense ինչ որ իսկ որ մյուզիկի մեջ կոֆի։ Չէ, ռեպի մեջ շատ է իսկականից, հա։ Ռոքի, նա իմ համար միշտ ռոքի բանը է, դուսա դիապազոնը իր թե ինչքան տարբեր թեմայից ու ինչքան բան կրնա եղնի,
ռեպի հետ միշտ բան եղել, որովհետև ես շատը չեմ խորացել։ Հաստատ իմ հետ կարելի է վիճել ու մարդ ճիշտ դուսկու կար, լուբոյ տեսակի ռեպ կա, բայց կոնկրետ հայկական ռեպի հետ կապված էլ, որ ճիշտ այդ գրանիցան կար, падը։ Ահա։ Որ մենք մի բան ենք ճոգում, ճշտի սխալի, դու սենց, իսկ եթե սենց մի գնա մի ար սենց եւ այլն։ Ոնց որ դասիրակչական, ագրեսիա հարցնել չէ, ոնց բարոյա խրադական ինչ որ բաներ կար։ Լսեցնում էին։ Հա, այդ ռեպի հիմքերից մեկն է, որ տիպը ես ավելի քան դու եւ այլն։ Վնասը իմ համար հայկական ռեպի մեջ առաջի այն մարդներ, որը absolutely չնջեց այդ սահմանը, երբ որ ինքը մեզնից մեկն է, իմ հարևանի տղեն է։ Չեմ կարող չհամաձայնեմ հետո թակա տենց բան ինքը տենց։ Ես իրան սենց ասեմ, ես կարող եմ ծանոթացած լինեմ, շփված խմած լինենք իրար հետ, ու մյուս օր ես բան անեմ, չզգամ իրանից ոչ մի բան, մեկ է պարզվի որ ինքը սենց երաշտություն է կրում։ Այդ այն զգացողություն կա։ Բայց այ գիտես միտքը որն է, որ ասի հեսա կվիճեմ։ Նու ըստե երկար վիճելու բանել չկային, որ շատ լավ է որ լսում ես, բայց չեմ կարող համել չասեմ, որ վնասից առաջ կային рэպերներ արդեն, որ իրանք իրանց էին ներկայացնում, իրանց կյանք ոնց որ իրանք ոնց ապրում են, բայց ինքը նենց մյուզիկ արեց, որ էսի մյուզիկ է, էսի ռեփ չի։ Նու ռեփ է, էսի ռեփ մյուզիկ է։ Underground-ից հիմա բան չէ։ Դե չէ, underground։ Ուզում ասեմ, մի բա, չգիտեմ, ես իրան լսել եմ այն ժամանակ, երբ որ ինքը կարագում էր ու ամենա այդ խայպի սկիզբն էր։ Ու երբ որ այդ տեսակ բանն է դառնում խայպ, այդ դառնում է նոր նորմալ default-ը։ Բայց բան է, էլի, կարող բարաժդա այդ նոր մարդկանց, որոնք որ արդեն մտնում են այդ կողմից։ Որ վերցնես ոչ մի մեծ փոփոխություն արվեստի մեջ մի հոգի չի բերել։ Դու միշտ եթե դու խորը հետազոտես, դու կգտնես, արա է ստեից էր, այս մեկը ստեից էր վերցրած, այս ստեից էր ոգեշնչված, բայց միշտ կարևորը այն մարդը, որ այդ կարողացավ նենց ու պակովկայի մեջ դնի, որ մարդիկ հասկանան ինչա կատարվում, էլի։ Դա շատ կարևոր։ Իհարկե վնասից առաջ կային մարդիկ, որ շատ աուտենտիկ, շատ անձնական ու կայֆ ռեփ էին անում արդեն, բայց այդքան մարդկանց չէր հասնում, իրանք ճիշտ չէին փաթեթավորում։ Ժամանակը կարող է ճիշտ չէր, էդ էլ կարող է լինել ջոգում, ես շատ հազար մի բան։ Ինքը ճիշտ ժամանակին ճիշտ ձևով սաղ արեց, էլի։ Կստացի ես շատ ուրախ եմ, որ վնասը չմնաց underground-ում, որտեվ ինքը այն արտիստն է, որ պետք է փող աշխատել իր մյուզիկով։ Ինձ չես թվում, որ մենք հələ վնասի պիկը չենք տեսել։ Ինձ թվում է մենք հələ կտենանք։ Բայց դուր է գալիս, որ կարը մնաց underground-ում։ Տիպը կարի պերսոնաժը ինքը մնաց մյուս բևերում, վատ իմաստով չէ, էլի ինքը մնաց երկու բևերներ։ Դե կարը արդեն շատ վաղուց ինչ բան չի թողարկում։ Չի թողարկում, ինքը underground մնաց։ Չէ, երբ որ թողարկի, այդ վաղ մենք կհասկանանք ինքը ուր է շարժում, կարող է ինքը։ Բայց ինչքան էլ թողարկի հաշ, ինքը չի դառնալու այնքան հայտնի, այնքան մասաների կողմից սիրված, ինչքան բանն է, վնասի մյուզիկն է։ Տարբեր մյուզիկներ են, հələ որ շուտ է ասել։ Բայց վնաս ու կար տարբեր մյուզիկներ են։ Իսկ վնասակարը դա բարձա որ տարբեր մյուզիկ է, բայց ինչքան մենք դա էլի վիճելի է, հա, օքեյ։ Հələ որ շուտ է։ Հələ մենք ապրում ենք այս ժամանակներում, հələ որ պետք է այս սաղ անցնի, դատողությունը արդեն մյուս սերունդները կտան, էլի։ Տենցա։ Մեկը վնասի մեջ շատ կայֆ է, որտեղ ինքը բան ունի։ Այն ինչ ինձ դուր է գալիս, այդ մելոդիչնիսն է։ Вообще երաժշտության մեջ այդ չոր ռեփն էլ, ես որ անգլերեն տես այն ժամանակ вообще չգիտեի, հիմա էլ նես չի ասոբը գիտեմ, հիմա միշտ ռեփը բան է եղել։ Ես օրիենտիրված եմ եղել մելոդիչնիստով։ Այն ինչ որ տես ոչ մանենթատ պիտակնում ու կարդում են, բնականաբար երբ որ չես հասկանում ինչի մասն է կարդում, սկսում ես բաննայ դա Երբ որ ես վնասինք լսեմ, իր մոտ այդ մելոդիչնիստը կա, իր մոտ ձեն կա։ Դες ինքը չոր ռեփեր չէ, ինքը երաժիշտ առաջինն է, որը այդ միջոցով է ստեղծագործում։ Ու այդ իմ համար ամենակայֆ մոմենտներից մեկը։ Այսօր սոլոյի հետ, չգիտեմ, ճանաչում ես թե չէ ռեփեր սոլոյին։ Շատ հին տենց ռեփերներից է հայ, խոսում ենք տենց this is Dennis sense կարելի ասել, պրոստը առօրյա նստած խոսում ենք ու ռեփի մասին մի պահ խոս գնաց ու ինքը ասեց, որ ես չեմ համարում ինձ ռեփեր, ես համարում եմ ինձ երաժիշտ ու բան, այդ պահը շատ հետաքրքիր էր, որտեվ ես չէի սպասում ինքը իր մասին տենց ասի, էլի։ Բայց չէի սպասում, մենք դա ցնդը քննարկել ենք բանի հետ Արամ Ավետիս հետ ենք քննարկում, որ սոլոյի հետ կապված։ Սոլոյի չէ կապված, որ հայկական ռեպերների մոտ ինչ որ խասյաթա։ Խասյաթ չի ապեր։ Չէ, խասյաթա ասել ես չէ, խի, բանա, նայ այդ նույն արտահայտությունը ես լսել եմ, հերթով ասում եմ, նայ։ Չիլից։ Վնասից, Չիլից, Միշոից։ Վնասից լսել ես։ Հա։
բանից այդ աշից, որ շատ եմ իրաց hashtag shade, չեմ կարա իր հենց լեզոյում, օրինակ շեյն ես տենց չեմ շատ լսել, չեմ կարա ասեմ։ Հենց լեզոյում ինքը ասում է ինչ չի դզում рэպեր ինձ Չի ասել։ դզում ու ինքը տենց անում է, ուրիշ բաներ են։ Բրո, անունելու հարց չի։ Այդ բան կա մի հատ ինչ որ տենց, քանի որ կա հասարակական ինչ որ վերաբերմունք, որ կա երաժշտություն ու կա рэպ։ Հասկանում ես։ Իհարկե կա։ Դե լավ, դե ուրա։ Լայն հասարակությունում կա։ Հայաստանում տենց Կոմոդ կարող է չկա, լայն հասարակությունում իհարկե կա, որ կա երաժիշտ, прям կա Մանսուրյան ու կա рэպ, ջոս այդ այնց է մոտարապես։ Ինչ որ բայ ես հիշում եմ այս սկզբերը, ասում, օքեյ, բայց վնասնել էր բան սենց են որ ախպեր ինչ եք լսում վնաս ես լիքը մարդ գիտեմ որ հենց այդ guilty pleasure-ով սկսած հետո տիպը այդ վերաբերում Մաչա շատ օքեյ է, վնասը օրինակ ինքը ասել է, իր երգը որ լսել ենք, այդ բանին ասել է դե լավ դե փոխեք խոսքի։ Չէ, բան ուրիշ բան ասում եմ, որ մարդիկ ասում են քեզ, քեզ դու վնաս լսում ես։ Որ տիպը զարշվար է կամ ինչ որ տես մի հատ այնց բան, մեր մի հատ կոմպոզիտոր եմ խոսացը, որ sense բան խոսում ենք ու մենք դες գիտես խորացենք բան Snarky Puppy ենք քննարկում, բան Wolfpack ենք քննարկում, բան իմ սախ սիրած խմբերը քննարկում ենք։ Մենք ասենք ասում այս կել ինչ ես ասում, ասում դե վնաս եմ շատ սիրում։ Ոսած նստած ենք մեծ կամպանիայով, մենք ֆռոմա սավերը ասում լուրջ է, ասում տիպը, ասում հա բրո։ Տիպը քեզ նայելով ասում չէ կատակ անում, ասում չէ լուրջ, абսոլютно լուրջ, ասում չէ դու պրոստը հիմա կատակ ես անում, էլի չեմ կարող հավատալ, ոսած մի 20 րոպե համոզում եմ որ բրո չէ, ես շատ լուրջ եմ ասում, շատ առանց ինչ որ իրոնիայի լուրջ սիրում եմ։ Կներես էլի, ես թեման որ փակենք էլի սոլո։ Նայ, ինձ չի դզում սոլոյի բավ, տենց կիսատ թողելը, որովհետեւ նախ առաջինը համել բան, տենց Չէ, ուզում ասեմ որ շատ տարածված է։ Հարաբերություններ կան ինչ որ։ Շատ տարածված է рэպերների մոտ, իրանց տարանջատեն։ Չեմ կարա ու ես հասկանում եմ խի։ Ապա չեմ կարա չվիճեմ քո հետ։ Որտեվ ես քեզ կոնկրետ մարդու օրինակ եմ բերում, դու ասում ես рэպերների մոտ տարածված է բանը։ Ջազմենների մոտ էլ տարածված է կլկլացնել է խոսքի, որ ասեմ, չէ, տենց բան չկա։ Չէ, բայց ես քեզ օրինակներ բերեցի, չէ։ Ապա հայ 3 հատ 4 հատ օրինակ բերեցիր, ինչ։ Ես քեզ բերեցի ամենահայտնի անունները։ Հա, բայց նորմալ է, իրանք էլ рэպեր չեն։ Ես այդ քեզ թվարկեցի այսքան ու եթե խորանանք իրանց մենաց։ Ապերս դու ասում ես սիրում են իրանք ճոգում ես։ Դու ասում ես սիրում են, բայց ինքը էլ սա այդ սահմանումն է, ինքը էլ рэպեր չի։ Քեզ որն է рэպերն իրարից ինչով իրենց տարբերվում։ Ինքը բիթը հավաքում է։ Դե հարցային չէ, այստեղ հարցային չի, որ եթե մարդը իրան ձայնագրել է անում, արանժիրովկեն անում, սաղ անում, դու ասում ես рэպեր է ինքը։ Նու ճոգում ես։ Չէ, բրո, նայ, այդ рэպերը իմ համար չունի ոչ մի պոզիտիվ կամ նեգատիվ ինչ որ բան։ Երբ ես ասում եմ рэպեր, մարդու հետ, որը հասկանում է ինչ որ բան, ինքը մոտավորապես հասկանում է ինչ ես նկատի ունեմ։ Դա բարի քեզ sense։ Դաժե որպես սոլոյի երգերը լսել ես, որտեղ ինքը վոկալն է օգտագործում, երգում է, ոչ թե։ Ապա ոչ թե բան, կներես էլի հապես։ Հեսա 2 րոպեից կարի էլի։ 2.5։ Ապա նայ, սոլոյի երգերից որ մեկն ես լսել, որտեղ ինքը ոչ միայն կարդում է рэպ, այլ նաև երգում է։ Հիմա կաղանով չի շում, բայց ես սոլոյի բան, սաղ ինչ Spotify-ում կա լսել եմ։ Լավ էլի դե, աշ։ Ինչ։ Դե, ապա սոլոյի բանը որ պերսոնաժին ես դե, որ պերսոնաժին ես մոտիկից ծանոթել, բացի սոլո անունից։ Ապա Spotify-ում ինչ կա սոլոյի անունի տակ, բան Spotify-ում ես սաղ լսել եմ։ Սաղ լսել ես պրիա։ Ու դու կարաս ասես, որ ինքը рэպեր է։ Հա։ Դե ուրեմն դու рэպից բան չես հասկանում։ Լավ։ Էդի վատի մաստով չէ, օքեյ է որ տենց կարծիք ունես, նայ, բայց ես իմ եմ որ նու մարդը իր բերնով եթե ասում է ես рэպեր չեմ, էդ ինչ որ բանի մասին են խոսում, էլի, չես կարա պրոստը դետալես ասես։ Չէ, շատ հեշտ բացատրեմ, նայ, քանի որ սոլոյի ես ծանոթ եմ, ինքը ինձ կարա չէ գասի, աշ, գիտես ես рэպեր չեմ։ Չէ, բրատ։ Սպասի, մի թող վերջացնեմ։ Երբ որ դուք 4-5 ժամ նստած խոսում եք ինչ որ բանի Ես մասին։ չեմ վերջացրել, բրո։ Ինքը կարա ինձ գասի, աշ, ես рэպեր չեմ, ու ես ասեմ, օքեյ, բրո, դու рэպեր չես։ Դու ինձ ասցիր, ես հետի ընդունեցի։ Հիմա, բայց ես լսող եմ պրոստը։ Ես մյուզիկ եմ սիրում, կոնկրետ ես սիրում եմ հայկական рэպ։ Երբ ես սկսում եմ հայկական рэպ մանգալ, top 10 անունների մեջ սոլոն հայտնվում է։ Հա որ։ Իհարկե։ Ապա ինքը տենց չէ։ Ես քեզ իմ փորձն եմ նկարագրում, որ ես սոլոին գիտեմ որպես հայկական րեպի ներկայացուցիչ։ Որտեղից։ Բանից YouTube-ներից, ինտերնետից, ինչ որ ինտերվյուներից, ինչ որ դեյթերից։ Չէ, չես ծանոթներով ես դու իրան գտել ավելի շատ։ Եվ որպես հայկական րեպի ներկայացուցիչ։ Հիմա եթե ծանոթ չլնեմ, եթե ես իրաց ծանոթ չլնեմ, ես որտեղից պետքա գլխի ընկնեմ, որ ինքը рэպեր չի, եթե ինքը լրիվ մտնում է այդ երաժշտական պարադիգմայի մեջ։ Երբ սկսում ես լսել իր մյուզիկը, դու տենում ես, որ ինքը մենակ рэպ չի անում, այսինքն ինքը լրիվ իրավունքները ունի, ասի, որ ես рэպեր չեմ։ Անում է рэպ։ Դե ուրեմն рэպեր է։ Դե Ալա Լևոնյանն էլ է անում րեպ, օքեյ։ Հա։ Կարանք ասենք, որ Ալա Լևոնյանը րեպեր է։ Ալա Լևոնյանի որ րեպ տրեքն է սիրում։ Ունի, չգիտես որ ունի։ Չէ։ Ունի, ապա ես քեզ ասում եմ, ունի։ Կգտնեմ հետո ցույց կտամ։
Եթե հիշում եք գրեք անունը։ Կարոջ չգիտեմ ես վեճ ինչի մասին, բրո, բայց իմ համար վեճ չի էսի, ես իրա որոշելով չի մենակ։ Հասկանաս ինքը անում է իր երաժշտությունը, Լրիվ համաձայն այդ իր եմ, գործն է, ինքը լրիվ երաժիշտ է, վապերով առաջինը սկսենք նայած որ рэպերը երաժիշտ է։ Այդ սաբսեկցիա է մեկը մյուսի։ Նես չի որ եթե դու рэպեր ես, դու երաժիշտ ես։ Լիքը մարդ այդ չի ջոգում, չի իմբռնում Ես ու դրա չեմ համար ուզում վիճվեի, ու դրա համար рэպերները շատ անգամ իրաց փորձում են տարանջատեն рэպերներից, որովհետև ես դրանից չսկսեցի, որ կա հասարակական ընկալում, որ рэպերը երաժիշտ չի։ Իմ համար տենց ընկալում չկա։ Իմ համար рэպերը այդ նույն երաժիշտն է, կոնկրետ ժանրում։ Հա, ես ուղղակի թեմայի ուզում ավելի շատ հիփ-հոփի ժանրի, рэպ ժանրի ոնց որ ներկայացուցիչն է իմ համար, իրան մատնանշում են որպես սիրած рэպեր, ուրիշ рэպերները։ Ես չեմ հասկանում, այս խի պետքա դրա էդի դառնա ինչ որ պրոբլեմ։ Դե բրո, նայ հիփ-հոփ ժանրը ու рэպը տարբեր բաներ են։ Okay։ Դե հիմա որ շատ բան չանենք, յուրին դիսկոմֆորտի մեջ գցենք։ Այդ մի հատ առանձին рэպեր կանչենք, առանձին վաղուց չի եղել, կստացի, մի հատ րեպերա պետք կանչի խոսան։ Ես Կներես։ հարց չբարձրացնեմ, չէ՞, DJ երաժիշտ է թե չէ։ Դա ավելի մեծ բանի մեջ է գրել։ Իհարկե չէ։ Իսկական ժողովուրդը ինչ նշանակում։ Հենց հիմա մտեք կոմենտներ։ Հենց մտեք կոմենտներ սաղ ասեք։ Եթե պետք է ջնջենք այս կտորը ձենում։ Միանգամից չտամ sense հարցեր։ Հա, դե որ դա սաղական ժողովուրդ ինչ է նշանակում։ Այդ անեկդոտը գիտես, չէ՞, բանի որ նավս կանգնած է կարող է Եթե նայեմ նավը չկա չէ նավը կա նավը ինձ թվում է միջև իր տեղը միշտ կանգնած է հա sense հարց լինել իմ կողմից չէ ինքս նայելա որպեսզի գիտի պատրաստ իրականում այս իմ կյանքից միակ բանն է եղել իմ մարմնի հետ չեմ տատուիրովկա պիրսինգ եւ այլն մի օր պրոստը հայտնվա միտեղ որտեղ այդ հնարավորությունը կար բանի մոտ անի մոտ տատուիրովշիկ ու նաև պիրսինգ էր անում այն որ տատու ծագեցինք անգաժի հեսու տարոնն ենք ոչ մի այդ բաներից ենք ասում մեգա լուբոյ պա կարելի է հանել եթե չտզի հիմա օքեյ տզեց ուտես մնաց ինչ ջղայնացիր Это քո խնդիրն է։ Ես абսոլютно անգիստ եմ։ Ես թվում է այս լրիվ արգումենտներով ճիշտ եմ։ Ես ագրեսիվացա։ Մտեք կոմենտներ ասեք ով ասխար։ Մտեք կոմենտներ լսեք։ Հենց հիմա իջեք կոմենտներ։ Լսի, բայց այդ բանը հետաքրքիր է, օրինակ, ինչ ես մտածում էլի, այդ որ պիրսինգ անելու ու տատու, вообще օտար մարմին ոնց որ քով։ Բրո, սպասի էլի կհասնենք դրան։ Ես ուզում եի Վան Գոգից էլ հասնենք խոսենք։ Մեջքան ժամանակ ավաշի մնացել։ Դա Վան Գոգից բան եմ հարցնում արագ, քանի աշեն կոմերն։ Որ անգաջի։ Ինչ ես մտածում, օքեյ է, որ բարերում, ռեստորանների դեմը դնում են աղբաման շրջած դեպի բանը, դեպի դուռը, որ չկարնան մարդիկ մեջ աղբցեն։ Ինչ կասես տենց մարդկանց։ Տենց ռեստորանների տերերին։ Կասեմ մի կարեք։ Մի կարեք տենց։ Եթե դուք հնարավորություն ունեք չեղած աղբամանները, որ Երևանում շատ քիչ են, ձեր կողմից մի հատ ավելացնեք, ավելի լավ է թող ինքիրա ֆունկցիան կատարի։ Անը նատուրի green room-ի ու արի բանը հալալ են, որ աղբամանների պահել։ Բայց որպես Վան Գոգի նախկին այդ ամեն ինչը քաշած մարդ, նաև ես հասկանում եմ, որ օրվա վերջը դեռ այնքան ասենց այդ բանը հելնում, որտեվ պայտակ չեմ այդ մարդը հասցնում էր սպասարկել պայտակ չէր հասցնում բայց իր իտոգը հա sense դառնում է աղբաման վատ վիճակ ոչ մեկին է դուրս չի գալիս եւ այլն հիմա մեծ բան տնես քո վրա է սպասարկումը sense մեծ դիլեմայի մեջ ես ավելի լավ կլինի սիմբիոզի մեջ եղնի քաղաքապետան իր աղբամանը տնի դու քո սաղին հերիկանի տեղ այդ աղբը ես դες լավ եմ հիշում կարճ այդ աղբամանների հարցը չգիտեմ ես չէ պատրաստում մտնել բայց դա քիչ թեմա բացվեց կարճ առաջինը ես պրամ հիշում եմ որ բաներ փոքր վաղ շատ են աղբամանները փողոցում կային քարից տենց մեծ աղբամաններ բան սա լիքը կային հետո որ մի քիչ բան էլի կյանքը սկսեց լավանալ ու խանութներ սկսեցին բացվել մի անգամից այդ աղբամանները վերացան ու մենք ընկերներով այդ ժամանակ քննարկում ենք ոչ միտեղ չենք կարդաց այդպես բայց համոզված եմ որ ճիշտ ենք ֆայմինգ է որ երբ որ մարդը ոնց որ պետքա ինչ որ բան գցի ունդե մեծ աղբաման ինքը գցում է իսկ ստե դու իրան տարար ու մենակ ստեղ աղբամանը դու խոսքի նույն սիգարետը պետքա ստեղ հանգցես դու ոնց որ մոտիկ ես գալի խանութին էլի ոնց որ դա ձևեր որ մարդիկ մի քիչ մարշրուտները փոխեն էլի տիպը դու կարող պայտակ ինչ որ բան ուզես հա ինչ ասես բան կար հետո այդտենց ավելի լավ է բան անեն սուպերմարկետը ամենաանգյունային բաժնում աղբաման տնեն դու մտներ մեջ իհարկե կողքից իհարկե կար երևի ինչ որ տես էլի քաղաքապետարանի պայմանավորվածություն որ նրանք դժվար էր մաքրել իստեղ խանութը ինքը իրանով մաքրում է արդեն մենք ենք թողում հետո բաներ օրինակ Մոսկվայում պայտակ մեկ էլ ասացին որ իրանք այնտեղ էլ իմ օրոք ընդ սա համբերց փողոցներից տիպա այնտեղ բաներ էլի ես հիշում եմ որ կային այդ աղբամանները մեկ էլ սա հանեցին ու ասում են որ
ռիզմից մեծ պաշտպանվելու համար աղբաների էր։ մասին ես ասում, չէ՞։ Հա, տիպը ռիզմից պաշտպանվելու համար էր։ Պրոստը ես կյանքում չեմ տեսել, որ ինչ որ աղբավանի շուրջ լիքը մարդ կուտակված լինի, որովհետեւ վտանգավոր տեղ է, էլի։ Այն որ մի բայդ քաղաքականության ֆորտեջկեն բացենք ու էլի փակենք, իմ համար շատ կլասիկ ռուսական մոդեցում է։ То есть դու որսե տեստին ես բռնում, այս սաղ ես ջնջում, այն ինչ ես կարա օգտվի։ Կներեք կարանք, չէ՞, Paris բառը բան անենք, դու անենք, չփագեն ոդքասթը։ Paris որ ասում եմ, Paris։ Փագեք էլի։ Բայց լույս դե համար փագում են։ Ապե բա։ Դել փակեք։ Դիտնել էլի։ Դու դապսերի կներես էլի մոնտաժ։ Մարկետակաժները Սիրելի մոնտաժող։ Ներողություն։ Իսկ շուտով տենց ուտելը կարկել են, ու սեքսը կարկել են, որ նես չծնվեն։ Այսինքն Ռուսաստանի մոդեցումն է դա, էլի։ Ծնվեն։ Ոչ, բան է, փագին Վան Գոգը դու վերցիր հենց այդ լեգենդար Վան Գոգից մի անգամից հետո։ Չէ, լեգենդար Վան Գոգից մնացել էր Լնուվն։ Դες ասեմ։ Լեվը։ Ընդ Որտեվ նա ես որոստը որ հասկանաս էլի ես այդ սաղ բաց եմ թողել ես այդ ամեն ինչի մասին states and days լսել եմ ես տենց մի երկու անգամ եկել են ինձ տարել են ընդ ու ես պրոստը մտնելով ընդ չես կարա հասկանաս ինչն է այստեղի պրիկոլը խեն սաղ խփնված տենց այստեղի վրա այն սկզբի Վան Գոգը Որ թվերից որ թվերն է եղել որն է սկիզբը վերջը էլի քո ընդ լինելու 19-20-ից մինչև 22-3 Ես արդեն առաջի ստենդափ ելույթս որ ունեցել եմ հենց Վան Գոգում դու հələ տերն ես եղել Վան Գոգի Հա Մերսի ախպերս Խնդրեմ Բրո քեզ ավելին ասեմ բաները սալֆետնիցաները հիշում ես Վան Գոգի որ նկարներ են Հա ոնց չեմ հիշում Այդ քո ձերի գործն է Իսկ կներես էլի կարող է Վան Գոգի այդ բանը պատի կա այդ լեդը Դե այդ որ գնացել ես արդեն դու չես տարել այդ ոչ մի բան տեղից Այն ծաղիկը կարող է կա Ես ու տիկոն ենք արել Այդ ծաղիկը Այդ սետկը այն ծաղիկը որ վրան կպցած էր Վան Գոգ գրվածքը Չէ, մենք այդ Վան Գոգն որ բան արեցինք, վաճառեցինք, այդ տենց մնաց Հա, Ժնեպրենց մոտ է լավ ուրեմն Չէ, Ժնեպրենց առաջ ուրիշ մարդ է վերջը Եթե քրոնոլոգիա վերցնենք, Էդոն ու Արտյոմն էին դերերը Էդոյի մահից հետո բանն էին Բան չեմ անուններ չտամ, որովհետև ահագին շատ վիճելի բաներ կար Ինքը այդ վիճակով, շատ վիճելի ռեպուտացիայով հասել էր COVID, COVID-ական ժամանակներ ու իտոգում ոնց որ մնաց Արտյոմը ու Տիկոն էր Աթանեսյան Տիկոն առաջարկեց ինձ, քել կբնենք, իր այդ ինչ-որ մի բան անենք, քանի որ ես ու Տիկոն դեղ ենք ծանոթացել, քանի որ մեր սաղ կյանքը Վան Գոգի շուրջը անց այդ ժամանակ, շեմ գործից հետո ամեն օր կամ Արսներ կամ Տիկոներ, հասկացում եմ այդ բանը։ Ու ինչ որ պատ այդ բանը կա էլի, Տիկո հետ խոսանք, ասեմ, ախպեր, այն Դες բազովի բանն է, ոնց է, դες մի հատ ավտո ունենաս, գարաժ ունենաս, պարդադես, չգիտեմ, ռոք խումբ ունենաս, տենց չէր երազանքների։ Այս փաբը կարանք վերցնենք, որտեղ որ վախտին դու աշխատել ես, ես կլիենտ եմ եղել, այս շատ ռոմանտիկ պատմություն է, էլի։ На словах выглядит բանը, շատ հետաքրքիր էքսպերիենս էր, մինչև չես հասնում բուն պրոցեդուրալ բաների process-ների։ Հա, բառնի գործը ահորը։ Ու քանի այդ COVID-ի ժամանակ սաղ մեռել էր, սաղ փագեր եւ այլն, մի քիչ դեից սկսեցինք, մի քիչ իջավ եւ այլն, սկսեցինք աշխատացնել։ Իտոգում իմ լիարդի հաշվին, ինքը ինչ ժամանակ աշխատեց։ Կլենտ չկար դու էիր խմում, սա։ Եթե ես չէի խմում, շատ բարդ էր բան անել, գտնվել այդ տարածքում։ Այդ մեկ, երկրորդը ոնց որ մեծ սպეციფიկ մոմենտ կա, այդ տեղի ու այդ չափի տեղի հետ կապված։ Դու երբեք չես կարող բերես պրոստը ստավ, որը անում է իր ֆունկցիան։ Չես կարող։ Դու պետք է բերես մարդ, որի շուրջ կհավաքվեն մարդիկ։ Այդ կոնտակտի բառը, կոնտակտի զապարկ, դες լիքը բան ենք փորձացել ենք էլի, այն որ ախպեր փորձել ենք բերել մարդ, այն որ չգիտեմ կանոններով սենց սպասարկում եւ այլն, այս տեղի համար, ասենք մարդիկ ասում են, էլ առաջվանը չեմ ես դուրս չի գալիս բանման, Էդոյի գաղափարի մեջ էներ, որ ասում է դու Վան Գոգ պետք է մենակով մտնես, ինչ որ մեկի հետ դուրս ելնես Վան Գոգից։ Եթե դու մենակով մտնում ես, մենակով հելնում ես, ուրեմն ես այսօր իմ գործը լավ չեմ արել։ Ու ես այդտենց մտել եմ ու լիքը ծանոթություն եմ ձեռք բերել, կորզնական ծանոթությունը եւ այլն, ու այդ ատմոսֆերան հենց նրանից էր, որովհետեւ դու սենց չկար այդ մենք այս սեղանին ենք նստած, կողքի սեղանը սենց ինչ որ պահի
սաղ մարտը իր սեղանի շուրջ խմում են, ինչ որ պայիս լավ սաղ փավը դժում բարը էր։ տենց պետք է լինի Ու կստացի շատ է լինում, տես ես հիշում եմ, ընկերանում ես մարդկանց հետ։ դե իր ասաղ իմաստը է դա դաժե բաներ դաժե ես հիշում եմ Չափի հələ ֆորմատը ինձ Այրիշում բացատրում էին որ եթե դու բառս մտնում ու դες շատ բարձր պատեր են սեղանների արանքում, այդ սխալ բառա, որտեվ պետք է անեցնի, որ դու կողքի սեղանի խոսակցություն լսես, գնաս կպնես այդ խոսակցության, էլի։ Այրիշը մի հատ կա, չէ՞, հենց օպերայի կողքը, որ կա Հիմա էդի։ ինչ։ Այրիշ, որ ասեցի։ Օպերայի կողքին երբեք չի եղել։ Բան, Այրիշ բառը որ կա։ Չէ, Irish pub-ը եղել է բան, Փարպեցի։ Փարպեցի։ Հետո ինքը հիմա տեղափոխվել է Կասկադի մոտ։ Կասկադի մոտ, իսկ օպերայի կողքին է ինչ Այրիշը։ Չի եղել դա Irish։ Կա միշտ ընդեղ Օպերայի որ գրած է, կողքը։ Ռուսերեն տառերով գրած է Այրիշ բառ։ Կան երբեք չի եղել։ Վայ։ Ես այսօր ընդեղով անցնելուց լինեմ ֆոտո եմ անել ու ուղարկեմ քեզ։ Ուղարկի։ Բաներ։ Չինական կոպե։ Քեզ բան։ Չէ, այդ մեր Irish։ Բաներ, Օպերայի դիմացի մեր մայքն Irish, է, ես տենց երբեք Irish ես ինչ կլեն չեմ, Հա, ես տենց տենց ատմոսֆերան չի հասկացա, բռնել։ երևի ուրիշ է Այրիշը էդի։ Բաներ, ինչ եմ ասել, վանգուկ հետ կապած։ Հա, հիշեցի, որ բաներ, այս արդեն green room-ում մի անգամ բան էլի տենց սոնայթ խոսում ենք, որ ես պերսոնալի համար մի հատ տրեյնինգ անցկացնեմ, ոչ իմ sense շոր կանոնակարգ եմ գրում, ոստի աշխատես հետո բան եմ անում, խաղեր ենք խաղում։ Ակնեսի մոտ կարոտկի տվես, Խոսոնա է, չէ։ հա, որտեղ նույն խոսակցությունը եղել էր, բայց քո հետ չէր եղել։ Ուրիշ Էմի աշոտի հետ ենք հետ խոսում, որ պերսոնալ հետ պետք է տրեյնինգ անել ու սոնանել էր դեղ որպես PM։ Սես մոտս կարոտկի տվեց, հետո սես շտեղ Հա, եկա։ բաներ, հա, ոչ ես է տրեյնինգ անցկացնում եմ ու ես սկսում եմ նրանից, որ նայեք, ես ինչ որ կանոններ դες բացատրում եմ, ես բոլորը սպասարկման կանոնները չեմ բացատրում, ու հələ այնալ ինչ որ բացատրում եմ, դուք պետք է հասկանաք, որ այս պրիմոյ չի կարա աշխատի, որ տիպը ստեղ հնարավոր չի բանել, դու ստեղ հնարավոր չի բաժանել պարտականությունները, որ այսքանը բարմենն անում, այսքանը մատուցողն անում։ Չէ, ով ինչ հասցնի, որ պիկը սկսվեց, ով ինչ հասցնի, պետք է անի։ Դե այդ իրավիճակը չկա պրոստը, հնարավոր չի ստա այդ պահպանել, ու բոլորովին դաժե թե հնարավոր լինի, կայֆը դուրս կգա մի անգամից։ Էլ մարդիկ դե կայֆ չեն ստանալու։ Իրանք դու պետք է ստե մի քիչ բաներ, սահմանները բան լղոզ Ես մի հատ մոմենտ կար, ես այդ հստակ ընտածքից եմ սկսել ճոգել, չնայած որպես կլիենտ, այդ կա Շուշենյան երաժշտությունը երբ ոնց է փոխվում, բայց երբ որ դու քո ծերն է այդ։ Ես ճոգել եմ որ պահեր կան, երբ որ ես շատ շուտ էի վնաս դնում, քան պետք է։ Հիմա աշի մոտանում Ու ես ասեմ չեմ աշխատում, բայց ու sense բաներ լինում մարդկանց մոտ, այն որ խանգարում է։ Ահա։ Չի ժամանակին, այն որ sense կմպսնում է ճոգել, նույն երաժշտությունը, նույն տարածքում, համարյա նույն սաստավով, այդ սախ բանը, չգիտեմ, դու ոնց որ նասմոտրինստի հարցել է քեզ այդ թզումը թե չէ, որտեվ մեզնից հետո վերցրին Վան Գոգը, ժողովուրդը ֆորմատը ուզեցան լրիվ փոխել, ուզեցան իրանից կոկտեյլնի բարձր։ հա, սարքել, բայց այդ պատվալում, Վան Գոգ։ Հա, ինչ, ինքը շատ կարճ աշխատում։ բայց այդ պատվալում անհնար այդ կոկտեյլնի բառը, այդ չի աշխատում, այդ կամորկա է, որտեղ որ մարդիկ գալիս են իր այդ շփվելու բան անելու։ Դրա համար բառը ուրիշ զգացմունք պետք է ունենա, պետք է պատոններ լինեն, Լսի մենք փորձեցինք սկզբի ժամանակ փորձեցինք մի 2 մաքսիմում 3 երաժիշտով շատ փոքր ակուստիկ բաներն էլ համերգներ են էլ մի քանի բան ստացվավ բայց այդ տարածքի համար այդ չի աշխատում պրոստը նոր խցկազ է վատ հենց այդ պերիոդ որ այդ չաշխատեց ես առաջ անգամ գնացի Մոյկա ստենդափին լիքը նայած արդեն ուտես պահանջարկը նոր Հայաստան երբ է լինելու Մոյկան բանի վրա էր Կոնտ հաուսի ներքևն էր ժամանակ ընդ մենք բան երկու հատ շատ մեծ իվենթ էին կարել ստենդափ Կարիչի հետ ծանոթացա ասի Կոչի ագինալ Օրո Կարիչից խոսա մի քիչ էլի չէի լսես անունը Չէ լավ այդքան ժամանակ չունենք Կարիչից խոսանք ու այդ բաներ հետաքրքիր եկած մի հատ առանձին պատկաստ հա որ առաջի անգամ կյանքիս մեջ sense հնարավորություն կա մի բան կազմակերպել տարածքը կա բանը կա եւ ստենդափը կա կարիչին ասեմ իդեա իսկ ինչ եթե այդ վաղ դաժե այդ open mic-ը ինչով է տարբերվում այդ կան ելույթի բան ասոբը ես էլ բան չի անում այդ որ Էրիկը պատում էր աշխատելի դեռ այն ժամանակ մենք բան open mic էինք անում որտեղ 3 լեզվով էինք ելույթ անում ով անգլերեն էր ուզում ով հայերեն ով ռուսերեն բասախան Ես այնօր ուշադիր նայում եմ Վան Գոգի հին պլակատներից կա ստենդափի այդ կարիչներ սարքում հա կարիչի հենց խփած հա լավ ժող մեզ արդեն հուշում են որ к сожалению մեր պլոնկեն վերջացել է միակ բանը որ կարամ ասեմ կարիչի հետ խոսակցության ժամանակ կարիչ ինքը ինձ 2 ժամ համոզում էր որ դա ինձ պետք չի հա ստենդափը
որովհետեւ մեջը ոչ փող կա, ոչ մի բան չկա ու Հավվայի բանա, կոմեդիասը նիլես պատետը։ Ես իրան համոզում եմ, որ ինձ դուր է գալիս, ես ուզում եմ։ Իտոգում ստացվա ոնց որ ստացվա, ու ես լավագույն շրջաններից մեկն էր, որտեվ դվիժուխա էր կատարվում, լրիվ նոր բաներ։ Որ Irish bar կա ուրիշ։ Վեկաննայ ապա, հեսա, տես դերինով գրածա, ու սենց հերվածրա տես օպերայի կողքը հենց։ Շատ էլ որ Irish ռեստորանա գրած, ինչա գրած, չգիտեմ։ Ախպերս մերսի շատ որ եկար, շատ հաճելի էր քո այդ ոդկաստ անցկացնելը։ Հեսա հերնել ենք դուս նենց այլի լիքը խոսանք։ Իսկ դուք եթե ուզում եք ավելի երկար նայեք մեր ոդկաստները։ Մի հատ բան, էլի որպես փակող, մի հատ բան թեմակար որ չհասցրեցինք քննարկենք, որտեղ մենք մի ժամանակ AI-ից ենք խոսում։ Ես ուզում եի քո բան գեղարվեստական ոճի մասին խոսալ, որտեղ շատ օրինակ է։ Նկարիչ ես, լավ բաներ ունես։ Դրա համար մտեք մենք գցենք Արմենի Instagram-ը, մտեք Instagram-ում նայեք, շատ հետաքրքիր գործեր են, մենք դաժե խոսացել ենք կարող է մի օր մի հատ մուլտ անենք իրար հետ, ես հույսով եմ հետ կգամ ես դրան, որովհետև ժամանակը չի թողում, բայց ես շատ եմ ուզում հետ գամ, ոչ իմ մտեք նայեք, շատ կայֆ բան է։ Դու որպես գործել ես անում էդի, այսինքն գումար տան դու անես մարդկանց համար ինչ որ տենց այդ ոլորտի մեջ կաս, ֆրիլանս անում ես։ Դիմեք, շատ լավ մասնագետ է։ Всё, ու կնոպկեք սխմեք, կոմենտներ գրեք։ Որպես նվեր Telegram-ը ալիքին եթե հետևեք։ Մի հատ նայեք, որ վիդեոները քիչ դիտում ունեն, դա նայեք, էսի էլի այդ վիդեոներից է։ Դա սպասի մի հատ։ Էսի էլի այդ վիդեոներից է, որ քիչ են նայելու, ուղարկեք ձեր ընկերներին, լայքեր դրեք, ամեն ձևի օգնեք։ Всё, մերսի շատ, ստեցուն։ Հա։ Հաջողություն։ Ֆոտո ենք անում, հա։